Ողջույն բարեկամներ, այսօր հիմնական նորությունների միջև անցնելը ես ուզում եմ շատ կարևոր բանի մասին խոսել, որ հարցերը չափազանց շատ են գալի նույն հարցի վերաբերյալ, թե այս վերլուծաբանը կամ այս բլոգերը կամ այս քաղաքական գործիչը կամ չգիտեմ սա նա այս ասեց, այն ասեց կաթողիկոսի Նիկոլի մասին, հա հիմա ում լսենք, ում հավատանք, ումով ուղղորդվենք, ինձ ես չեմ նեղում այդ հարցերը, որ դուք ինձ եք ուղղում, ուղղակի ես ուզում եմ հասկանամ ինչու եք մտածում, որ ես դրա մասին ես պետքա ուղղորդեմ ձեզ։ Ես երբեք դա չեմ արել։ Այս եթերով ես երբեք չեմ ասել, որ վերլուծաբանի երբեք լսել, որ վերլուծաբանի պետք չի լսել։ Եթե ասենք մեկը իրոք չափերն անցել է, գուցե ես բերել եմ իմ մոտ, վերլուծել եմ, անդրադարձել եմ եւ ասել եմ սա բացահայտ պրոպագանդիստ է եւ այլն, հա։ Չափազանց շատ են այսօր խոսացողները հայկական միջավայրում, այսինքն չափազանց շատ են համեմատած մեկ տարի առաջվա հետ։ Ով ինչ որակավորումներ ունի, ով ինչի համար է խոսում, ես չեմ կարող այդ ամեն ինչի հետևից գնալ եւ կարծում եմ նույնիսկ իմ խնդիրը չի դա։ Եվ գուցե ավելի լավ, որ այդքան շատ խոսացողներ կան։ Այսինքն այսօրվա մարդը այո դժվար է, բայց ինքը պետքա որոշի ով է ներկայացնում կարծիք, նույնիսկ եթե նույնիսկ սխալ, բայց կարծիք, ով է պրոպագանդիստ։ Ես երեկո հաղորդման մեջ ես փորձեցի նկարագրեմ ինչ դիրքերից եմ ես միշտ դուրս գալիս։ Իմ դիրքերը շատ պարզ են ու անփոփոխ են եղել միշտ։ Դա օրենքի դաշտն է, դա սահմանադրությունն է, դա բարոյական դաշտն է, եթե այդտեղ օրենք ու սահմանադրության հարց չկա, հա։ Այսինքն այն ինչի մեջ մենք միշտ բան ունենք ունեցել, կոնսենսուս ենք ունեցել։ Կոնսենսուսը մեր այն չգրված օրենքներն է, որով մենք ապրել ենք հազարամյակներ ու դրա արդյունքում մենք գոյատևել ենք, հա։ Չէ՞ որ մինչև Մխիթար Գոշը 10-րդ դարում կգրեր դատաստանագիրքը, մենք ունենք մեր կանոնները, որոնք մենք ապրում ենք, ընդ որում դրանք փոխանցվել են առ այսօր, ցավոք սրտի դրանք չեն պահպանվում եւ մենք այս կատակլիզմերը հենց դրա պատճառով ունենում ենք։ Ինչ եմ ուզում ասել, մենք ունենք մեր մոտ ենթագիտակցության մակարդակի, արժեքային մակարդակի վրա դրված արդեն կանոններ։ Դրա կողքը կա նաեւ օրենք եւ սահմանադրություն։ Օրենքն ու սահմանադրությունը դա առաջնայինը, որովհետեւ այն հարցում կարող են լինել տարակարծություններ։ Եթե մենք բոլորս դուրս գանք այդ ելակետերից, որ առաջնայինը օրենքն ու սահմանադրությունը, մնացածը ճաշակի ոլորտից է, այս հարցերը մեր մոտ չի առաջանա, այս տարակարծությունը չի լինի եւ մեր համար շատ հստակ կլինի ով է պրոպագանդիստ, ով է վարձկան, ով գուցե սխալ կարծիք ունի, բայց ամեն դեպքում դա իր կարծիքն է, ոչ թե ասենք ուղղորդված պրոպագանդա, հա։ Մեզ համար շատ դա կարևոր է, որովհետև մենք մտնում ենք նախընտրական փուլ, մտել ենք ավելի ճիշտ նախընտրական փուլ եւ ցանկացած մեկի ակտիվությունը կամ գերակտիվությունը կարող է ազդի մասաների կողմնորոշվելու եւ ընտրելու ունակությունների վրա, դա շատ կարևոր է։ Անշուշտ ես իմ կողմից ամեն ինչ կանեմ իմ պատկերացածով մարդկանց ինֆորմացիան հասցնելու համար, բայց մեկը լինելու են կողքից մարդիկ եւ ավելանալու են այս ընթացքում, ես ձեզ ասեմ։ Եթե ոչ քանակով, ապա ակտիվությամբ ավելանալու են, ստանալու են փողեր, ստանալու են անսահման փողեր, անսահման, որ իրենք էկրաններից չիջնեն, որովհետեւ այն փողերը, որ պետքա ծախսվի, համատած այն ինչ որ կարող է կորցնեն այս իշխանությունները, անհամեմատելի է։ Որովհետև իշխանությունը կորցնելուց հետո սրանք կորցնել են ամեն ինչ, ոչ միայն փողերը, ոչ միայն այն հարստությունները, որ դիզել են, այլ իրենց ազատությունը, շատ դեպքերում գուցե կյանքերը։ Հասկացեք, կշեռքի նժարին դրված է իրենց կյանքերը, մեկ էլ ինչ որ մի քանի 100,000 կամ մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, որ իրենք պետք է ծախսեն այս ընթացքը լուսաբանելու ճակերտավոր եմ ասում իրենց օգտին եւ պրոպագանդելու համար։ Իրենք փողեր չեն խնայել։ Այդ փողերը որտեղ իրենք չեն աշխատել, իրենց ամագը դրա մեջ չկա, կոպիտ ասած, իրենք դրա համար քրտինք չեն թափել, օդի բերած, ջրի բերած ջրի հետ տարածա լինելու մասամբ։ Այնպես որ պետք չի խոշապի մեջ ընկնել, եթե շատ եք հանդիպում, հա, ոչ adekvat կարծիքների, պատրաստվեք ավելի շատին պատրաստվեք եւ այսպես
Այսօր գերագույն գլխավոր կապիտուլյանտը զինադադար է խնդրում եւ դրա համար շատ ուրախ է Տիգրան Խզմայլյանը։ Ուրախ է, որ վարչապետը հետևեց բանականության ոչին։ Այսինքն այս ամեն ինչը հանցագործություն չէր, այս ամեն ինչը սրբապղծություն չէր, ուղղակի Տիգրանը ուրախացել է, որ պիղծը դադարեցել է իր գրառումները, ամեն դեպքում ասում է, բայց տեսնենք ինչ է ասում։ Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի X ամսաթվից հանրային քաղաքական հրապարակային դաշտում հայհոյա խոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում ենք բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի եւ միայն ստուգվելու փաստերի հիման վրա։ Այսինքն սա, որը Հայաստանի Հանրապետության վարչապետ է, այսինքն խոստանում ես, որ սրանից հետո գրի բացառապես ստուգված փաստերի հիման վրա։ Մյուս կողմից առաջարկում է դադարեցնել այն ինչ որ ինքն է սկսել։ Ու սրա համար շատ ուրախ է Տիգրան Խզմայլյանը։ Երեք ինչի է ուրախ Տիգրան Խզմայլյանը, որովհետև իրենց ապավենը, իրենց կերակրողը ակնհայտ գնում էր գրողի ծոցը։ Ինքը արդեն գնացել է գրողի ծոցը, ուղղակի Տիգրան Խզմայլյանին թվում է, որ այս ժամանակավոր դադար են որում, ժամանակավոր դադար հիմա կասեմ ինչի է ասում չա։ Տիգրան Խզմայլյանին թվում է ժամանակավոր դադարը փրկելու է այս ճիվաղին եւ բնականաբար փրկվելու են նաեւ իրենք, ինքը Խուրշուդյանը, Ստյոպիկը Սաֆարյանը, Արամ Սարգսյանը։ Չէ, դուք փրկություն չունեք տղաներ։ Հասկանում եք, պիղծը որ դադարում է, խոսել դանուց չի դադարում պիղծ լինել։ Էն էլ ով գիտի ինչքան կդադարի, բայց այս մարդը խոստովանում է, որ այն ինչ որ ինքը ասել է, դա հայոյախոսություն է եւ խոսել է չճշտված փաստերի վրա։ Հիմա որ անմեղսունակը պետք է ասի, դե լավ, ոչինչ է։ Որ անմեղսունակը, ես չեմ կարծում, որ հայկական իրականության մեջ այն անմեղսունակները շատ են։ Ես գիտեմ, որ կան, դրանցից մեկի մասին մենք խոսելու ենք վերջում անպայման։ Իմիջիալոց, ինչպես միշտ, ամենահամով, ամենահետաքրքիր մասերը վերջում են այնպես, որ ձեզ համբերություն եմ ցանկանում, եթե իմիջիալոց չեք էլ բաժանորդագրվել, ընդհանրապես մի կոճակ մնացել, որ սեղմեք, որ մենք բոլորս միասին հասնենք 100,000 թվին։ Տեսնենք։ Եվ այսպես, առաջարկում է զինադադար, առաջարկում է հաշտություն։ Տեսնենք սա մասին ինչ է ասում, այս վերջերս իր ատամների տակ շատ հաճախակի ընկնող ՀԿ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ։ Եթե դուք հիշում եք, այս գլխավոր Ներոնը, ես ասում ով է Ներոնը, հա, Ներոնը մեկն էր, որի մայրը իր ամուսնուն սպանելուց հետո Կալիգուլայի ժառանգներից Կալիգուլայի ցեղից էլի իր ամուսնուն ֆեյք ամուսնուն սպանելու արդյունքում իր տղուն բերում է իշխանության եւ այդ նույն տղեն սպանում է մորը, որ հանկարծ իր իշխանությանը ոչինչ չպատահի։ Ներոնն է, որը բաժանում էր հաց եւ տեսարաններ այն ժամանակ, երբ որ ամեն ինչ գնացել էր գրողի ծոցը։ Ուղղակի հզոր Հռոմը պայթել էր մեջտեղից փոխաբետական իմաստով, բայց ուղիղ իմաստով նույնիսկ այդ ժամանակ այլվում էր։ Մեր ժամանակների Ներոնն է, ես ինչի ասեցի այս պատմությունը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը բոլոր առումներով իր համար համ կեսար էր, համ ծնող էր, համ մայր էր, համ հայր էր եւ ամեն ինչ, որին ես վերջերս ուղղակի բազմիցս ոչ թե մեկ անգամ ինքն էլ իր զուգընկերուհին էլ համատեղության կարգով անցնելով բոլոր թույլատրելի սահմանները մի խոսքով ասեցին այն ինչ որ իրանց ոճի մեջ է։ Եվ տեսնենք ինչ ասում է մասով Լևոն Զուրաբյանը, ասում է գերագույն գլխավոր հայոյախոսը հրադադար է խնդրում մի պատերազմ, որ հենց ինքն արձակեց սեփական ժողովրդի վրա։ Ըստ էության պարտության խոստովանություն է սա։ Նա չէր սպասում, որ իր գլխավոր փառահամար արժանիքը վայրահաճ պղծա լեզուությունը, որով թիրախավորվեց իր բոլոր քաղաքական հակառակորդներին, թիրախավորեց։ Առաջին հերթին հայ-առաքելական եկեղեցու մեր հասարակության վրա լրիվ հակառակ ներգործություն կունենար։ Նա չէր սպասում, որ ամբողջ մեր հանրությունը դրանով միայն դեմ կհաներ իրեն։ Մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ իր ամբողջ շրջապատը դարձան համազգային պախարակման, անպատվության եւ անեծքի առարկա, որի ժամանակավոր զինադադարի համար ուրախ է Տիգրան Խզմայլյանը։
Տեսեք, ես բոլորիդ համար երևի պարզային վերաբերմունքը Լևոն Տեր-Պետրոսյանի եւ ընդհանրապես այս բոլոր անցած 4 նախագահների նկատմամբ։ Բայց ես երբեք չեմ պատկերացնում, որ նույնիսկ ես ինքս իր քաղաքական ճշտամին, այսինքն այդ համակարգի քաղաքական եւ բնական ճշտամին երբևէ ես կօգտագործեի այդ բառամթերքը այդ բարդու նկատմամբ։ Հասկանում ես, ասում ես կոռուպացված այս պետության հիմնադիր գնացել անցել է դրանից ավել ես չեմ էլ անցել, հասկանում եք, բայց սա ներոնը թող բոլորն իմիջիալոց այս դասը լավ քաղեն, որ Փաշինյան Նիկոլը եթե սենց վերաբերվեց իր հարազատ հորը, ավելի քան հորը, պատկերացեք հարմար պահին ձեզ հետ ինչ անելու, անկախ նրանից դուք ինչ ծառայություն եք մատուցել իրան, որովհետև այս աշխարհի վրա չկա մեկը, որ ավելի շատ բան է արել այս ճիվաղերի համար, քան Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ինքն է ստացավ են ինչ որ ստացավ։ Այսքան գնանք առաջ։ Եվ այսպես, ինչի է զինադադար ուզում, որտեղ Facebook-ը արգելափակել է Նիկոլ Փաշինյանի ոչ կորեկտ գրառումներից մեկը։ Այսինքն, ժողովրդի կողմից այնքան է ռեպորտներ գնացել, որ Facebook-ը արգելափակել է, որը նշանակում է, որ արդեն կա պրակտիկա, որ այս շարունակության դեպքում կարգելափակվի իր Facebook-յան էջը, որը հիշացնեմ, այս հերթական տխմարներից քպայական արդեն անազգանուններ չեմ հիշում, որ մեկն է, որ ասեց ամենամեծ ձեռքբերումը իրենց, դա Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջն է, եւ որպեսզի իրանց ամենամեծ ձեռքբերումը չցնդի հոդս, հա, ինքը որոշել է ժամանակավոր դադար վերցնի, տեսնի ինչ է կատարում, որ Facebook-ը չարգելափակվի։ Եվ այսպես հարգելի բաժանորդներ, հարգելի բարեկամներ, մենք գիտենք արդեն սրա ամենամեծ ձեռքբերումը ոնց ավիրել ռեպորտ, անկախ նրանից ինչա դուրս տվել, որովհետև մի գրառում չի սա, մի քանի գրառում ռեպորտվեց դուրս եկավ, իր էջը արգելափակվելու է, սկզբից մեկ շաբաթով, մեկ օրով, մեկ ամսով, եթե դա պարբերական շարունակվում է, սա մնում է ձեռնունայն, սա զրկվում է իր ամենամեծ ձեռքբերումից, որը իրոք ամենամեծ ձեռքբերումն է իր կյանքում, իր Facebook-յան էջը, որը իրանը չի, իրանն է որպես վարչապետ, ոչ թե որպես Փաշինյան տականք, իր որպես վարչապետ Facebook-յան էջը, որը իր միակ ձեռքբերումն է, ես այդ համաձայն եմ, ինքը զրկվում է այդ միակ ձեռքբերումից։ Ահա եւ պատճառը ինչու է սա խնդրում եւ առաջարկում զինադադար։ Եվ այսպես բոլորս հիշում ենք այդ խայտարակ գրոհը բանի վրա, Իջմիածնի վրա, ինչ է ասում, որ պատկերացման կարժանանան սրբազանին եւ մյուսներին ձերբակալած իրավապահները։ Սա հանցագործությունների խրախուսման, պիղծ անօրինական գործողությունների խրախուսման ուղիղ կոչ է։ Սա հակասահմանադրական կոչ ու փաստ, որովհետև այն ինչ որ կատարվեց սրբազանների նկատմամբ, գրոհ վերահանարների նկատմամբ, դա հակասահմանադրական գործողություն, դա հանցագործություններ, որ իրականացրեցին ոստիկանները։ Նա պարզ ասում է, դուք իրականացնելով ամեն անգամ, ինչպես Բաղանից որ սկեպալ գյուղերը դատարկելը, որ ինքը խոստացավ ու պարգևատրեց, Վերահանանի վրա գրոհը խոստացավ եւ պարգևատրեց։ Անցած տարի հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների վրա նռնակներ նետելը, ջարդելը, մի խոսքով ամեն ինչ անելը, ասեց ու պարգևատրեց բոլոր հանցագործներին։ Ինքը պարզ ասում է, ծառայեք ինձ ու դուք պրոբլեմ չունեք, ու ամենափառավոր կներեք բարի համար օրինակը, դա Սոնա Մետիսյանն էր կարծեմ։ Ինչ որ է բանը Սոնա Մնացականյանը, հղի կնոջը, սպանել ու չդատվելու փաստն է։ Պարզ ասում է, իմ համար նույնիսկ դուք կարող եք սպանել, ինչպես Սոնա Մնացականյանին սպանողը, եւ դուք խնդիր չունեք։ Դուք ոչ միայն չեք դատվի, դուք կպարգևատրվեք, որի համար շատ ուրախ է Տիգրան Խզմալյանը եւ մնացած բոլոր իր պրոպագանդիստները։ Տեսեք, ինձ հարցնում եք սա ասել, սա լսենք, նրան լսեք։ Եթե մեկը կա հանրային տիրույթում, որ այս ամեն ինչի վրա ուրախ է եւ
աջակցում է Փաշինյան Նիկոլին, նշանակում է դուք տեսնում եք ձեր դեմ բարձկան պրոպագանդիստի, ուրիշ ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Իսկ այն մի մասը, որ ինքն էլ չի հասկանում, որ գրողը Վեհարանի վրա, դա Աջապահյանի վրա գրող չէ, դա կաթողիկոսի վրա գրող չէ, դա ուղիղ հրաման էր, որի ես ցույց եմ տալի, իրան ասում են ինչ պետք է անես, ինքը անում է։ Այդքանից հետո մարդ կա, որ ուրախ է, որ Գարեգինն է ստեղ տուժում, Աջապահյանն է տուժել կամ Բաղդադն է տուժել։ Ես ձեզ ուղղակի պետք է ասեմ, օրը որ եկավ, ասենք թշնամի մտավ ձեր տունը, ձեզ վնասեց։ Այն հարևանները, որ ձեզ չեն սիրել, չեն նկատելու, որ դա մարդասպանություն ու այլ անօրինական գործողություն էր։ Իրանք ուրախանալու են, որ դուք իրանց նկատմամբ լավ չեք եղել, դուք իրանց ճաշակով չեք եղել, թեկուզ արդարացի։ Չեն նկատելու հանցագործությունը, ասել են պատժվեց։ Նորից ասեմ, Գարեգին կաթողիկոսը, եթե հանցագործ է, ինչպես պնդում են արդեն հանձնային եթերով, որ նա մարդասպան է, ու առ այսօր քրեական գործ հետապնդում, ապացույցների բազա ներկայացնել, քրեական հետևանքներ չկա, նշանակումը չկա, չէ՞ պարզա, ոչ չկա։ Չեմ ասում չի եղել, պարզա, չէ՞ որ Գարեգին նկատմամբ ոչ մեկ դա չի ներկայացել։ Նշանակումը այս իշխանությունը եւ նախկին իշխանությունները համահանցակից են, այսինքն հանցագործություն են կոծկե առ այսօր։ Դրա վրա ուրախանալը որն է։ Հարց եմ տալիս։ Ես մեռա ասելով, որ ցանկացած այս վիժվածքների գոռում գոչում, որ Սեյան Օհանյան քո տղեն հանցագործա, որովհետև 44 օրյա պատերազմի ժամանակ արել ասա։ Իմիջիայլոց ինչ եղավ այդ գործը։ Եկաք Սեյան Օհանյանին նստեցիք տեղը, ասեցիք վերենգի տեղը, քո տեղը sense հանցագործություն է։ Ինչ եղավ Սեյան Օհանյանի տղու գործը։ Եվ այսպես շարունակ։ Ուրեմն հիշեք, ամեն անգամ որ sense բան արվում, որ մեկին ասում են դու հանցագործ ես, դու թալանել ես, ու փաստացի ոչ մեկ չի ձերբակալվել, այս հայտարարողները հայտարարում են մի բանի մասին, որ իրենք փայ են մտել հանցագործության հետ։ Փայ են մտել հանցագործությունը կոծկելու մեջ։ Ես նորից եմ կրկնում, Գարեգին B կաթողիկոսը, այն որ ես առաջին օրվանից այս ամեն ինչը որ եղավ, ես ինքս կոչ էի անում դու անձնական, դու ինքը նախաձեռնի քո հրաժարականի process-ը եւ կազմակերպեք նոր կաթողիկոսի ընտրություն, որ սա չլինի նախաձեռնողը, սա չլինի հաղթող կողմը, դուք կազմակերպեք, ընտրեք մի անթերի մարդ, վերեք նստեցեք ձեր կաթողիկոսի գահի։ Հայկ Մարտիրոսյանը հենց այս եթերից ասեց ավելի հարմար տարբերակ կա, որը ունեցել ենք մեր պատմության մեջ։ Համակաթողիկոս, հա, սենց մոտարապես իմաստով, որ կաթողիկոսը բերել է կարգել է իր մեկի կողքը եւ կառավարել են միասին։ Այսինքն եթե Գարեգինը մի պարկեշտ մարդու դրած լինեն իրեն կողք, որով մենք պատմության մեջ ունեցել ենք փաստացի այդ փորձը։ Այսօր Գարեգինը չէր դառնա թիրախ։ Սրանք կհասկանային, որ Գարեգինին հանելով եկեղեցին չեն կարողանում ավիրել ըստ իրենց ուզածի։ Ես չեմ հասկանում, մարդ կա, որ չի հասկացել, որ սրած նպատակը եկեղեցին ավիրելն է։ Հա? Դուք ուրախացել եք, որ Գարեգինը վատ կաթողիկոս է եւ նա կարող է վռնդել։ Ասենք Գարեգինը վատ կաթողիկոս է, եթե Գարեգինը մնալու համար պատրաստ է եկեղեցին ավիրել, դուք էլ եք կողմ, որ սա եկեղեցին ավիրի։ Մենակ Գարեգինը չլինի ղեկավար։ Հիմա նույնն է, որ իմ վերաբերմունք իմանալով այս ճիվաղապետության նկատմամբ ես ուրախանամ, թող Թուրքը գրավի Հայաստան ամեն ինչ մորթի, ավիրի, քանդի, մենակ չէ, մենակ թե սրանք կառավարության մեջ չլինեն, հա։ Դուք ինձ ոնց կվերաբերվեք դրանից հետո։ Այ մոտավորապես ես այդպես եմ վերաբերվում նրանց, ովքեր ասում են ինչ լավ է, այն ինչ որ հիմա կատարվում է։ Ասեցի այս մասով ես ամփոփ եմ ակրում։ Եվ այսպես։ Իսկ ով են սրանք, մեծ հիշացնելուց։ Զիջում բառը մեր քաղաքական լեքսիկոնում պետք է չլինի պետք։ Ով էր իրավունք տվել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի կողմից այդ Հայաստանի աշխարհ համարող հողը հանձնել Ադրբեջանին։
որի համար մենք արյան վճարել ենք։ Իմ համար անընդունելին զիջումների գնալն է, որովհետև մենք այդ մեր հողի համար վճարել ենք ամենաբարձր գինը, ոսկե տարածքային զիջումների։ Այո, իհարկե։ Մենք արյան գին ենք վճարել դրա համար։ Եթե կա տենց իրավիճակ, որ դու Արցախի պես կարևոր հիմնախնդրի հետ ունես ինչ-որ տարբերակ, որը չի համընկնում ժողովրդի ցանկության հետ, պետք է հեռանաս, գնաս քո գործերով զբաղված։ Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը մեջը։ Սա արդեն երևի մի 8 անգամ ասել ենք վերջին մի տարվա ընթացքում։ Փոխզիջում բառը Սա ինչի է սկսեցի։ Սրանք սա են։ Հիմա սրանց խոսքին հավատացողը, սրանց աջակցողը, արդյոք ինքը չի նույնականացվում այս տրանսֆորմացիաների ունակության հետ, այսինքն ինչ է նշանակում տրանսֆորմացիաների ունակությունը, այսօր ասել մի բան, վաղը ասել տրամաբանորեն հակառակը։ Հա։ Նշանակում է, այս ովքեր այս ամեն ինչը աջակցում են, պաշտպանում են, նրանք իրենց բնույթով հենց այդպիսին են, այսինքն իրենց համար սա նորմալ է, սա վտանգավոր չի, երկրի կորուստներ գրողի ծոցը, մարդկանց կորուստներ գրողի ծոցը, ընդհանրապես ճշմարտություններ գրողի ծոցը։ Հիմա բոլորը ովքեր ուղիղ տեքստով, ուղիղ, առանց մանիպուլացնելու, առանց սենց զարթուղի ճանապարհներով խոսանավելու, հա, չեն ասում, որ սրանք խաբեբա պայմանավորված պատերազմի արդյունքում Արցախը դավաճանած, հանձնած, դադար կացել եւ ընդհանրապես կառավարության ծրագիրը ինչով որ իրենք եկել են իշխանության չկատարած եւ կատարած հակառակը, որը արդեն սահմանադրության խախտում է։ Ուս այդ մարդիկ չեն եւ սրանք օրինական իշխանություններ են, որոնք ինչ որ պայքարում են եկեղեցու համար Գարեգինի դեմ։ Ես իրենց քաղաքակիրթ բառապաշարի մեջ ասելիք չունեմ, որտեղ ես սկսեմ եթե այս մարդկանց բնորոշել, դա դուրս կգա նորմատիվ բառապաշարից։ Ասում եմ, իսկ ամենամեղ բառով կասեմ, իրանք ուղղակի adekvat չեն։ Այսինքն իրանք բանական չեն։ Իրանք մեղսունակ չեն ուղղակի։ Այսքան բան, երևի այսքանով ասնեմ առաջ։ Լսենք այդ։ Անհնարին է չլինել հագաթուրքական։ Ցեղասպանություն է իրականացվել իմ ժողովրդի հանդեպ, իմ հանդեպ ցեղասպանություն է իրականացվել։ Ես չեմ ծնվել այնտեղ, որտեղ մի ծնվեի։ Ինչպես որ ո՞նց կարող եմ ես չլինել հագաթուրքական։ Ծնվատուս օրվանից հագաթուրք եմ ես։ Չեմ կարող չլինել, որտեղ թուրքը չի շտկել այն հանցագործությունը, որ գործել է իմ նկատմամբ։ Ես երբ որ սիսում էի տրաջը, ես թուրքերի հետ երբ որ խոսում էի, ասում էի, ես դստեղ ծնվեմ։ Բայց ի՞նչ ծնվա։ Տեղի ունեցել հանցագործության պատճառով ես չեմ ծնվել այնտեղ։ Ոչ հերս, ոչ հորեղբայրս, ոչ պապս հանցագործություն չեն գործել Օսմանյան կայսրության նկատմամբ։ Բայց իբրև հայ իրենք արտաքսվել են։ Այդ սխալը Թուրքիան իր հզոր պետականությամբ չի շտկել։ Ընդհանրապես ասում եմ, շատ լավ է, շատ նորմալ է, իրենք իրենց կամքով գնացել են։ Դա անհնարին է չլինել հագաթուրքական։ Ես գիտեմ, որ Աջապայանի մասին էլ կարող են շատ լինել կարծիքներ։ Ես ինքս էլ բազմիցս արտահայտվել եմ շատ կտրուկ եւ ոչ լավագույն ձևով։ Բայց ես երաշխավորում եմ Աջապայանին ձերբակալելը, նրա կուսակրոնի ուխտը խախտած լինելու հետ ոչ մի ընդհանուր կապ չունի։ Ես ընդամենը 3 եմ ցույց տվել սրա իրական պատճառը, ես չեմ զլանա նորից ցույց տամ։ Դուք լսեք ու համոզվեք, որտեղից է համանը եւ ինչ է անում նա։ Знаете, если тебе не доверяют и даже послав разгружать вагоны предварительно пересчитывают ящики, ну, надо делать соответствующие выводы. Доверие, оно само по себе от сырости не заводится, его заслужить надо. Так что если пашиняновская власть демонстративно накажет, ну, посадит особо крикливых реваншистов, законодательно запретит слова вроде «Арцах имя отцом», думаю, степень нашего доверия хоть немножко, но вырастет. Լսեցիք, թարգմանեմ ով ռուսերեն չի տիրապետում, որ եթե ուզում է Փաշինյանի վստահությունը, Փաշինյանը վստահությունն է մեր նկատմամբ, ուրեմն պետքա
ցուցադրաբար պատժի բոլոր նրանց, ովքեր օգտագործում են Արցախ միացում բառերը, այսինքն ովքեր իրենց բնույթով հակաթուրքական են։ Այն ժամանակ եւ պաշտոնապես արգելի նույնիսկ այդ բառերը։ Այն ժամանակ իրեն նկատմամբ կարող է վերաբերմունք բարձրացնել։ Իսկ այս վիճակով իրան նույնիսկ չեն վստահի վագոն դատարկել, որտեղ ասենք նույնիսկ այդ արգղերը հաշված են։ Իրենց համար Փաշինյան Նիկոլը սա է։ Եվ իմը սա է իրականացում։ Ինքը ցուցադրաբար գրող կազմակերպում Բեհարանի վրա եւ այս տողերը ասած քահանային, այս տողերի համար, որովհետեւ այն մյուս ասելիքի համար, դենք վաղուց 21 թվին ասվել, սա ասել բան չկա ստեղ, քրեական հետապնդման հիմք չկա, երեք ենք դա մասին խոսացել, բայց այսօր ասում են, հո, չէ, այն ժամանակ սխալ ենք ասել, քրեական հետապնդման բան կա, որովհետեւ այն ժամանակ սրանք չէին պահանջել, որ բոլորի պետքա պատժի, որ Փաշինյան Նիկոլի վստահությունը մեծանա Ալիևի մոտ։ Եվ այսպես Փաշինյան Նիկոլը ասում է, կձերբակալեն բոլոր նրանք, ովքեր հակաթուրք են, ովքեր մեղադրում են թուրքերին ցեղասպանության համար, ովքեր խոսան Արցախի եւ միասնության մասին։ Հիմա հարց։ Աչապայանի ձերբակալումով ուրախացողներ եւ կաթողիկոսի ձերբակալմանը սպասողներ։ Դուք հասկանում եք ինչ եք անում։ Ես արդեն ասեցի մոտավորապես ձեր մասին ինչ կարելի է մտածել, դա ինձ ավել ես ավելավայել բան չասեմ, հա։ Գնանք առաջ։ Նացանենք։ Ո՞վ ասեց, սպասի։ Աղաքի։ Ո՞րն է թույլատրվում։ Ասում եմ աղաքի գնա։ Սպասի, արա մի քաշքրի կարող է գիտես փողոցային խուլիգան եմ, արա։ Տեղը թիմակ։ Ագելի խաղակ մի վայր սպասի։ Հատատում եմ հայտարարում կառավարության դեմ։ Մի վայր։ Տեսնու ոստիկաններն են։ Սա Նիկոլի ռեժիմն է։ Հիմա դուք ուտախ եք, որ այս մարդուն, այս զոհված երեխու ծնողը, աներկորած երեխու նկարներով փաստաթղթով եկեք կանգնել են դասում գնաց տեղից։ Այս նույն երիչերիները երեք հարձակվել էին բանի վրա, եկեղեցու վրա։ Վաղ անելու են ինչ-որ նույնից հրաժարվի, նույնից հրամայվի։ Այսինքն դուք թքած ունենաք, դա օրինական չի, բարյական չի, կարևորը ով է թիրախը, հա? Արդարությունը եւ ընդհանրապես ճիշտն ու սխալը թիրախով է որոշվում, հա? Թիրախը ձեր ճաշակով է, թե ձեր ճաշակով չի։ Գիտեք, եթե այս կարգի մարդիկ շատ լինեն պետականության մեջ, մենք պետականություն ոչ միայն չենք կարող ունենալ, մենք իրավունք չենք ունենալ պետականություն ունենալու։ Իրավունք չենք ունենալու, որովհետև անպայման այդ կարգի մարդիկ այսինքն ուրախանալու են անօրինականությունների համար եւ աջակցելու են։ Իսկ ոնց ուզում է լինի, միշտ ում ճնշում են ու վրա հարձակվել են, այդ անպայման կունենա թշնամիներ։ Ոնց ուզում է լինի։ Չեն կարող չէ բոլորը մի կարծիքի լինել, բոլորը մի տեսակետի։ Իրար կուրախանան, որ գնաց անօրինական տունը ջարդեց, ամեն ինչ արեց, գլուխը ջարդեց, բանտարկեց, այնք իրան չէր սիրում, հասնում են իրան։ Բայց որ դա անօրինական է, թքած ունենա, առանց անուղեղը մտածելով, որ վաղ իրան են անելու, ու ինքն է ուրախանալու։ Իսկ ով գիտի, ով հերթ է երբ է գալու, ով գիտի իր մեջ հայ է երբ առաջանալու, արթնանալու, որ ինքը կարող է մի օր ասի, ոնց թե իմ տուն ուզում ես տաս, որտեղ վաղը քո տունն էլ է տալու։ Դու Երևանում ես ապրում, Չարբախում, թե Արարատյան մասի տարբերություն չկա։ Օրը գալու է էլ է տալու։ Եթե դու ուրախ ես Ղարաբաղը տալու համար, սոտքը տալու համար, հա, ասենք բաղանից ոսկեպար տալու համար, ուրախ ես եկեղեցին գրոհելու համար, ասենք պատմության մեջ մենք առաջի ազգն ենք, առաջի, որ 1700 տարվա մեջ պատմություն է, ինք իր եկեղեցուրա գրոհել է։ Այս մենք ամեն ինչում առաջինն ենք, այդպես բան գոյություն ունի, դառնաս առաջի, քեզ հռչակես, առաջի ազգը քրիստոնեություն ընդունած, պետականորեն ու քո պետությունը գրոհի քո եկեղեցու վրա։ Ընդ որում մի բան, որ կարելի է ցանկության դեպքում այլ ձև անել։ Բայց այդ անուղեղները, որոնք
իրանց համար բանն է կարևոր Գադեգինը տուժի էլի Գադեգինը տուժի այս ամեն ինչը Գադեգինը ներվի Գադեգինը տուժի Աջապայանը նստի անկախ նրանից ինչ իրականում եղավ դա սա էլի կարևոր չի որովհետև այսենց է տեսադաշտը անձնավորված են ապրում այդ մարդիկ անձնավորված ուզում են պետականությունն են լսեք հնարավոր չի անձնավորված նեղ մտածելով մարդը չի կարող պետականությունը շատ ավելի լայն բան է եւ ուրիշ ֆորմատ է ենթադրում մտածելակերպի հա դու հələ փորձի ստեղ Նյու Յորքում մեկին փողոցում վիրավորի կլինի գեյ, կլինի ինվալիդ, կլինի աղքատ, բոմժ, ով ուզում է լինի, դու հələ փորձի մեկին վիրավորի, էլ չեմ ասում հանկարծ ձեռ բարձրացնես կողքիներ անկախ առանց իմանալու դու դրա իրավունք ունես, նա լավ մարդ է թե լավ մարդ չի, ձեռները տեղում կոլոդ են դու ինչ իրավունք ունես մարդու վրա, գոռաս, անպատվես ես մի անգամ տեսա խանութի մեջ արաբական ընտանիք էր, որդիդ գոռաց մոր վրա մի հատ ամերիկացի կին դու տեսնեք ինչ արեց այդ լակոտին բոյով 2 մետր անց բոյով տղա էր գոռաց իր մոր վրա արաբական աշխարհից որտեղ չարմանելով են այդ կինը ինչ արեց դրան Բատեցա, ինքը ասում, դե լավ է իրաց չասեց, չմտածեց, դե իրաց մշակույթն է, իրա մերն է, գրողին ինչ ուզում ալի, երևի արժանի էր, երևի լավ մայր չի եղել, հա ժամանակին կերը չի տվել, բայց 2 մետր աճելա, չէ, ասեց լսի, այս երկրի մեջ դու իրավունք չունես քո մոր վրա գոռալու, այս երկրի մեջ, այս հասարակության մեջ, էսի իմ հասարակությունն է, իմ օրենքներն է, ստեղ դու իրավունք չունես մոլդ վրա բարձր խոսալու Դամանել երկինի տենց է Դաման էլ հիմա Նյու Յորքում ամենահրեական քաղաքում աշխարհի վրա Թել Ավիվից հետո այս դեպքերից հաջորդը բաներն է հետևանքներն են որ առաջի անգամ մահմեդական քաղաքապետ կարող ունենա հաղթում ընտրություններում ուղիղ վերաբերմունք կա ուղիղ ամեն վերաբերմունք հետևանք է ունենում ոչ մեկ չի ասում դե լավ ոչինչ հա մի բան է եղել է կարևորը սա տուժեց դե հիմա դրա համար էլ մեծ մարդիկ պետություն ունեն պետականություն ունեն դե մենք չունենք որտեղ մեր մտածելը հատվածական է եւ անձնավորված ցավոք սրտի Բիտումի եզերը ներսն պիտի լինի մի քառակուսի մետրին 0.6 լիտր պիտի լինի բարձր լավ պատասխանատուն եք սա որ ընկերությունն է ասված ապալոն հա հիմա հարց եմ ուղղում խիկ առանց բիտում կոպիտ խախտումով ասֆալտ տանեմ բացատրեք 1 քառակուսի մետրին նայեք ավազի վրա ասֆալտը լցում է այս տականք 0.6 մետր, 6 լիտր բիտում ա տալի, հենա դուք էլ դա ընդունում եք ոնց հասկացա խեք հիմա առանց բիտում անեմ Ուրեմն ասես կդադարեցնեն ամեն ինչ կուղեն չախել Հեսա կդադարեցնեն ամեն ինչ կուղենք լսեցիք Հա, այսինքն ինչ եք անելու հիմա քանդելու եք, հա Թազա բիտում Այսինքն այս ասֆալտը պետք է հետ հավաքեն նայ իբր էլի այս ասֆալտը պետք է հետ հավաքեն որը ծախս է, որը ժամանակ է, ասֆալտը սառեց իրենք էլ չեն կարող օգտագործեն։ Բիտում բնականաբար չեն էլ արել, չունեն էլ որ դա անել, ասենք գործն էլ հետաձգվեց։ Որ պետք է ժամկետին վերջացնեն, էդ էլ չի լինի։ Գիտեք ինչի ի սկզբանե, որովհետև սա Ավանի Թաղապետն է նոր Վազգենի եղբոր, չեմ ասում քրոջ, համատեղության կարգով Նիկոլի Հարճ Արամ Սարգսյանի տարածքն է սա։ Այս կոռուպցիա։ Հիմա արեք հաշվարկ անենք։ Քանի հոգի է սա համարում հանցագործություն։ Հանցագործությունը մենակ մարսմանելը չի։ Այս փողերը, որ ծախսվում է ամեն տարի անորակ ասֆալտ թռելու հավաքելու վրա, սա գնում է մարդկանց հիվանդությունները բուժելու մարդկանց միջավայրը
լավացնելու, հա, խողովակներ, ջրային խողովակներ փոխելու, որ մարդիկ չթունավորվեն ջրից, ծառեր տնկելու, որ մարդիկ չթունավորվեն օդից, այսինքն այնքան տեղ կար այդ փողը ծառայի, որ այդ մարդուն, ասարա քաղաքացուն, առողջությանը, միջավայրին օգուտ բերի։ Այս այդ ամեն ինչից կտրում են, վերածում են ասֆալտի ու գնում է իրանց գրպանը ամեն տարի։ Սա հանցագործություն չի։ Այսինքն ընտանիքի վրա եթե վերցնում ենք, ընտանիքի գլուխը, տղամարդը, ընտանիքի բյուջեն դնում է գրպանները ու գնում է դուրս։ Հյուրանոցներ, ռեստորաններ, չգիտեմ, բարդելներ, կազինո, երեխեքը սովված սպասում են ամեն աշխատավարձին եւ հայրանց մի բան հասնելու։ Սա նույն բանն է։ Սա հանցագործությունն է, թե չէ։ Բայց մեր հասարակական ընդհանուր մտածելակերպի մեջ սա նույն բանն է։ Նույն բանն է, ինչ ասենք Աջապահյանի բանի եկեղեցու բարը։ Եթե իմ ընկերն Արամ Սարգսյանը սրանից օգտվում կամ ես չգիտեմ ով է շինարարը, ինքը դրանից օգտվում, ինքը դրանից չի նեղվում, երբեք չի ասել, դուք անասուն չեք, արա, ինչ եք անում։ Չի ասի, չէ, որովհետև անձնավորված է։ Բայց եթե ուրիշն է անում, կարող ասի, հա, լավ բան չի, լավ բան չի։ Հա, բախի, ասենք հիմա եթե ես չգայի, շիլոն չեմ ասել, անեմ ասել, չի ասել։ Դե ուրեմն խնդիր չկա, քանդեք, վիտում արեք, հեսա ես էստեմ, հետևելու եմ, նկարում տենա ոնց եք։ Լավ, ասենք ես շինարարներին չեն մեղալ, արի շինարարների, տղեկին բան չասենք, էլի, որովհետև շինարարներին տղեկին ինչ ասել են, տղեկը էդ էլ արել են։ Շախանջան, անկեղծ եմ ասում, որ մենք էլ Չէ, արի ես բան չասեմ, էլի, հիմա դու արեստավոր տղեկին բան մի ասել։ Հիմա Ախե սա ասֆալտ էլ չէ։ Սև գույնով հողը ծածկած է, սենց ասֆալտ չի լինում։ Սենց ասֆալտ չի լինում։ Հողը սև գույնով, այն բանով սենց ծածկել են, ինքը որ տակի բանը հողը չերևա։ Սենց ասֆալտ չի լինում ուղղակի։ Ոչ մի ստանդարտներով սենց ասֆալտ չկա։ Հարց հիմա դատախազությունը վաղը գնալու է թաղապետի վզից բռնի ասի այ անառակի ծնունդ։ Ես ինչ ես անում։ Ուր է քո սահմանները գծած։ Ո՞նց ես դու հողի բերանով սահման անում։ Այս հաստությամբ դու այս հաստությամբ, այսինքն ասֆալտի այդ բանը, ո՞նց է այդ քարերի, այդ քարի բարդությամբ, հա, ոտը դնես հասնում ես հողի։ Վաղը գնալու է դատախազությունը դա, իհարկե ոչ։ Որտեղ այդ նույն դատախազությունը նույնիսկ տեղակ չի Հայաստանի սահմանները որտեղից։ Այդ նույն դատախազությունը ծածկում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցանքները։ Այ երկիր է վաճառվել։ Ինչ ասֆալտ, ինչ բան։ Ինչի՞, որ այս տականքները լավ ապրեն։ Ու իրանք իրենց լավ ապրելու համար բոլոր ստորությունների գնալու են։ Բոլոր։ Մյուս տականքը Սա գիտեք ով է։ Այս նույն դատավորն է, Չակերտավոր եմ ասում դատավորը։ Էլի Արամ Սարգսյանի կուսակցությունից։ Որը դատել է եւ Բագրատ Սրբազանի եւ Աջապահյանի։ Մենք կարդանք ով է սա։ Բայց դատավորը չի, շարքային միլիցիա է ամբողջ կյանքը։ Եվ այսպես։ Ով է Մասիս Արմենակի Մելքոնյանը, Մասիս Մելքոնյանն ով է։ Նախ ասենք ասում եմ, որ ըստ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին մասի դատավորների միջև գործերի բաշխումը եւ վերաբաշխումը եւ կոլեգիալ դատարանի կազմերի ձևավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, ինչպես նշում է դատական գործերի լուսաբանող Ռոզա Մինասյանը։ Այսինքն նույն գործը նույնը երկու անգամ չի կարող մեկի մոտ ընկնի։ Բաթե պատահականության սկզբունքով բաշխում են կարել ու երկու բանը քահանաների գործեր ընկել է իրան։ Ոնց է պատահում, որ Երևան քաղաքի քրեական դատանի ավանի նստավայրում միշտ դատավորը նմանատիպ գործելով Մասիս Մելքոնյանն է, ինչի, որովհետև Արամ Սարգսյանի կուսակցությունից է, նախկին միլիցեն, չգիտես ինչի դատավոր է դառել ինքը։ Ճանաչենք ով է, Փաշինյանի կամակատարին դեմքով ու կենսագրականով։ Ծնվել է 76 թվին, ես վերջերս փաստացի։ 99 թվին ավարտել է ՆԳՆ բարձրագույն դպրոցը։ Ստացել է իրավագետի բանը, որակավորում։ Սա նույնիսկ համալսարանի իրավաբանական ֆակուլտետ չի
վերջացել։ Աշխատանքային փորձը նայենք։ Աշխատանքային փորձ 99-2000 թիվ աշխատել է ներքին գործերի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ՆԳ բաժնում։ Տեսուչ հերթապահ 2000 մինչև 3 թիվ աշխատել է էլի բանը քննչական գլխավոր վարչություն եւ քննչական վարչության շահումանի քննչական բաժնում որպես քննիչ 2003-2004 աշխատել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում որպես ավագ քննիչ աշխատել է 4-ից 7 թիվը ոստիկանության քննչական ոբշեմ ավագ քննիչ էլի հիմա տարել են կենտրոնական բաժին հետո մինչև 10 թիվ էլի երկրորդ քննչական բաժանմունքի որպես բաժանմունքի պետ 10-14 թիվ ոստիկանական կadrերի ռեզերվում է եղել 4 տարի չի աշխատել 10-ից 14 14-ին երկարածառայության կապակցությամբ նշանակվել է կենսաթոշակ ստացել է ոստիկանության մայորի կոչում ուրեմն 10-ից գնացել է կadrերի տակ չեն գործ չեն հետո թոշակ են ուղարկել որպես մայոր 18 թիվ իրականացել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն 19 թվից արդեն Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյան իշխանության մեջ է իրավունքի ուժով ստանձնել է Երևան քաղաքի առաջին ացանի ընդհանուր դատավի պաշտպան մարդ որ նույնիսկ համալսարանային բանը իրավաբանական չի ավարտել ասենք լուրջ իրավական կրթություն չունի իրավական կենսագրություն չունի բացարձակապես փող չունի բայց քանի որ Էսա քաղաքի վիճակը պետության վիճակն է սա ինքը արդեն դատավոր է ինքը արդեն հոգեվարականներ է դատում ում է պետք դատել տալիս մոտը շտաբը խփում գնում է ինչի բա ժամկետ անց դուրս շպրտած ոչ մեկին չպետք է կան կրթություն չունեցող բայց ինքը հոգեվարական է դատում ինչի իման վրա ասեմ ինչի իման վրա սրա իման վրա ըստ գլխավոր դատախազության գործը հարուցվել է հունիսի 17-ին ան վերաբերվում է 422 հոդվածի երկրորդ մասին իշխանություն զավթելուն տարածքային ամբողջականությունը խախտելու մի խոսքով Միքայել Սրբազանի նկատմամբ հետապնդումը հարուցելու հիմքերից մեկը հունիսի 21-ին իշխանություն զավթելուն տված կոչնակ հունիսի 17-ին գործը որոշումը կայացնում են բանը հայտարարությունը եղել է հունիսի 21-ին 17-ին դատում են որտեղ 4 օր հետո ինքը բան պետք է ասել ու այդ դատավորը կարող է լինել բացառապես Արամ Սարգսյանի կուսակցությունից ժամկետանց միլիցա իրավական կրթություն չունեցող աշխատանքային փորձով 0 բայց հավատարիմ դակիչ այս բիոզանգվածը դատախազության տված բանի վրա 17-ին որոշում են կայացնել, որտեղ 21-ին ինքը բան էր ասել։ Ընդ որում նույն ասացի կապակցությամբ 2 տարի առաջ նույն դատախազությունը ասել է, որ բան չկա։ Ուստի հանցագործության փաստ չկա։ Ոնց ասենք Բաղդադ Սրբազանի կալանավորի մի տարի առաջ գրած, հա ոնց են իշխանապողություն անելու։ Մի տարի առաջ։ Ու ամսաթիվն էլ մի տարի առաջ վերջացել է։ Իրանք փաստացի գրել են, բայց ոչ մի բան չեն արել։ Դրա համար դատում են։ Բռնացնեն էլ ինչ էր։ 2 հատ Դուբայի նկար է, Ալմատուի կտոր, մի հատ որսորդական զենք ութատել օգտագործած փամփուշտ։ Էս էլ դատել է դրա համար։ Հիմա այս ժողովուրդը ոչ գնա ձեն տա էլի, կամ սրան աջակցի, փողոցում բարև տա։ Այդ ժողովուրդին ինչ կարելի ասել։ Կամ այս դատավորին ինչ կարելի ասել, հարց եմ տալու։ Չէ՞ որ սրանք ոնց ուզում ալի օրվա մեջ մարդկանց հետ շփվում են։ Խանութ են մտնում, առևտուր են անում, ինչ շփվում են էլի։ Լուսնի վրա չեն ապրում սրանք։ Բա ուզում եք մեր գործը մեր փոխանեն ուրիշ մարդ անի, ընկերներ ջան, չի լինի, չէ՞ ոնց ախր։ Ահա։ Մի ուրիշ հանցագործության մասին։ Ուրեմն, երևի եք տեսակ։ Ինչ-որ հմեկով մի հատ բան էր դուրս եկել, կարգալուծարած կաթողիկոս, որ ասում էր որ Գերմանիայում կաթողիկոսը Գերմանիայում ինչ Անգելա Մերկելի հետ է հանդիպել, ինչ արել ու ենթադրում է, որ դա հանցագործություն է, կաթողիկոսները Սրբազանն է սպանել, իհարկե անհետեցության բան։ Ու
ուղեսենքան ծանավարնած է, անունները արդեն չեմ կարող նշեմ։ Ես որ լսում եմ այդ մեղադրանքները, ասում եմ, հեսա Պետրոսը կասի, լսին, հələ ստոպ։ Դու ապացույցներում ես ստացել։ Դու հասկանում ես, դու հիմա հայոց ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում ես մարդասպանության մեջ։ Դու ապացույցներում ես։ Արա դու կարող ես, ես կարող չսիրես, կարող ասես կոռումպացված է, հա այս եկեղեցիներում լավ չի են, եկեղեցիներում լավ չի, այնտեղ չգիտեմ, փող են հավաքում, դու այդ ամեն ինչը ասես։ Հələ ոչինչ էլի։ Դու ուղիղ մարդասպանության մեջ ես մեղադրում։ Դու փաստում ես, Պետրոսը տենց ոչ մի ինչ անեց։ Հիմա Դիպայմը պարզել է 2017 թվականի կաթողիկոսը պաշտոնական այսօր եղել է Գերմանիայում, հանդիպել է նախագահ Շտայնմայերի, ինչպես նաև տեղական թեմի հետ 2018 թվականին Մերկելը հանդիպել է նրան մայր աթոռում։ Այսպեսով հերքում են այս բանի ասածը։ Սա գիտեք, հələ թողում եմ մի կողմ, սա գիտեք ինձ ինչն է հիշացնում։ Վերջերս ընդամենը նույն Փաշինյանի նույն Թրամփի ձեռագիրն է, նույն սուտը, որ Իսրայելը պնդում էր, որ բանի Թրամփի վրա 2 անգամ, 3 անգամ մահափորձը կազմակերպել Իրանը։ Այ եթե չխփեր ինքը Իրանի 4-րդն էր անելու։ 4-րդն անելու։ Այ եթե չխփեր Իրանին, ինքը ռմբակոծելու էր, Իսրայելը ռմբակոծելու էր, ասում նույն աբսուրդների ժանրից է։ Ու այս մարդիկ նստած լսում են, թե Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանցագործությունը, այս ինչու կատարում է հիմա հանցագործությունը, նա ինչքով փաստերով պետք է ապացուցի, ու խոսքերին հավատում են։ Ու դա էլ գրում է ստատուսների մեջ, տեսակ, այս հոգևորական ասեց, որ սա սենց է։ Ուզում ես ասես եղբայր, բայց ինչի է մտածում դու ադեկվատ ես, բայց ինչի է մտածում դու հասկանում ես առնվազն մի բան, եթե հայտարարում է նույնիսկ եթե կաթողիկոսը մարդասպան է, արաբա մի շմախի չենք դատում։ Նույն Քոչարյանի պատմությունն ասում են դու հանցագործես, դու մարդասպան ես, պես նստած ազատության մեջ։ Ասողը չի հասկանում, որ հենց հիմա ինքը հայտարարում է իր հանցագործ համագործակցության մեջ։ Այսօր էլ են բանը, նա Խուշուձյան Հովսեփ կա։ Մի մեծ բան ա գրել, մի մեծ ամեղ սունակներն է տարածում են, որ սա մեծագույն բան էր, այս կաթողիկոսը, մեծագույն փորձանք բոլորից չեմ ուզում ընկնեմ այդ նյութը գտնելու հետևից։ Գիտեք մեծագույն փորձանքը ինչին է, որ սրբազաններից մեկին միջանցներում ծեծել են, ծեծից ինքը մահացել է, այդ փաստը կա, կաթողիկոսի մատախառնը, ու տենց էլ չգտան այդ սպանում։ Դա արդարացնում է վեհանի վրա գրողը։ Մարդիկ այնքան, ու դրանք էլ ասում են, հա, տես բան է եղել, կոնսպիրացիա, արա նախ այդ օրվա իշխանությունն է պետք գտնել։ Այդ օրվա դատախազին, այդ օրվա քննիչին, ով այդ գործը քննել չի։ Այսինքն դուք այսքան ժամանակ իմացել եք։ Փոխանակ հանցագործին գտնեք պատժեք, դուք դա արդարացնում եք, այսինքն դրանով դուք փորձում եք արդարացնել գրողը, հայ ոստիկանի Ենիչերի գրողը, բանի եկեղեցու վրա, այս ինչ կեղտոտ մանիպուլյացիաներ է։ Կեղտոտ, ասես մի շղարշ են սարքում, կիսահանցագործությունների ու պատտեքստով ասում են սա բանը կաթողիկոսի ձեռի գործն է։ Յանը կաթողիկոսն են բանը հարցակվել, այդ բանը սրբազանի սպանել։ Հետո գտնեիք։ Այդ հարցը պետք է իրավապահների տակ։ Ու նույնիսկ եթե նույնիսկ եմ ասում, նույնիսկ եթե կաթողիկոսը մարդասպան է, դու վաղուց պետք է բացահայտացնեիք, դատացնեիք, ել եմ ասում, ոչ մի բան չի կարող արդարացնել, ոչինչ։ Վեհանի վրա գրողը, որովհետև դա ցուցադրական արվում էր թուրքերի պահանջով։ Ի վերջո դա արվեց, այն ինչ որ երազում էր թուրքերը, դա արվեց հայ Ենիչերի ձեռքով։ Հարձակում Էշմիածնի վրա։ Մի կենտրոն, որը կասեցրեց 18 թվականի իրենց հաղթարշավը, որը երբեք չի ներվելու։ Չի ներվելու, ինչպես հայերին չի ներվում, ասենք սովետի քանդելը։ Չի ներվում, էլի։ Չի ներվելու կյանքում։ Ու այս տականքի շերտը սենց մթություն է ստեղծում, այսենց դավադության տեսություններ խառնում է կաթողիկոսի հետ, որ արդարացնի այս քֆուրա երեկոները,
որ այս անասուն իր էջին կազմակերպել է, սա նրա տուն կնգա, քերակնգատուն մտնելով, անընդհատ իր ունեցած չունեցածը իսույս դնելով աշխարհին, որ աշխարհը գնում է, որ ոչ ասես Հայաստանի վարչապետը հրավիրում է կաթողիկոսին գա բանը տեսնի իր ունեցած չունեցածը։ Աշխարհի բոլոր անգլերեն, թուրքերեն, ռուսերեն, բոլոր բաներում կա։ Դա չեն նկատում, դա չես ունում, դա վերջն է։ Դա Հայաստանի ինստիտուտների երկու կարևոր պետականության եւ եկեղեցու վերջն է։ Պետականությունը Հայաստանի դեմ չշահեց արայի զզվելիներ։ Ու դուք դա փորձում եք արդարացնել նրանով, որ sense ավազակային հարցակում է եղել եկեղեցու վրա ու դա ծածկում է ամեն ինչը։ Ու անմերսունակ իդիոտներն ոգևորված են դրանով, որը ուզում ես ասես արա, իսկականից ձեզ հասնում է այս ամեն ինչը ձեր գլխին կատարվում է, որովհետև դուք էդ եք։ Դուք չեք հասկանում ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում եկեղեցի, ինչ է նշանակում կեղտոտ մանիպուլյացիա։ Դա դուք չեք հասկանում, գիտեք այն խոզին ինչքան ուզում ես ցեղից անի, մեկը լվա, սենց ամենացած դելիկատեսները շանի դեմը, սենց 10 անգամ օրից սուշի բան փռի, սեղան փռի դե, էլի մեկը խխրալով վազելու է գլուխը մտցնի ցեղի մեջ ու իր լափը ուտի նույն ձևով։ Այս նույն պատմությունն է։ Շատ ժամանակ դու աշխատում ես մարդու հետ, մեկ-երկու անգամ կարդաց, զանգեց, համազանեց, մեկ էլի գնաց ու չլապ են բաներ, այն ցեղի մեջ որ ասում ես։ Հիշում եմ խոսք ասում, երբ որ փորձում եք խոզին հանել ցեղի մեջից, չմոռանաք, որ դուք գուցե նրան զրկում եք իր իրական միջավայրից։ Ամեն անգամ ցույց թուրանում մոտ ես կարծում, ասում ես նա մնում այդ մարդկանցից ուղղակի հրաշալվել։ Հարմարվել, որ դրանք այդ տեսակն է, ասում դու քո ցեղի մեջ թավալվելի։ Վերջ, այսքանը պատմենք թե։ Որովհետև ավելի կարևոր բան կա։ Ինչ է կատարվում Հայաստանում։ Խոդատյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների զարգացման հիմա իր հնարավորությունը։ Ուրեմն նայեք, էներգետիկան բայրակդարի հետ արդեն քննարկվեց։ Հիմա կապուղիներն է։ Այսինքն Հայաստանը, այդ էներգետիկաներ կապուղիներն են դա բանա Ռուսաստանի իրապետության տակ։ Այսինքն կապուղին ո՞րն է։ Ճանապարհն է, հիմնականում երկաթ գիծը։ Որտեղ այնտեղ ուրիշ կապուղի չկա։ Հայաստանում ճանապարհ չի լինելու, Զանգեզուրի միջանց չի լինելու, եթե լինի է նույնիսկ սրանք դա լինելով ռուսական, հա։ Այսինքն սրանք որոշել են երկու կարևորագույն, ասենք էներգետիկա պատկերացնեք, էներգետիկա, մարդ իր էներգետիկ անկախությունը տա Թուրքին։ Վա։ Հիմա սա դա են անում։ Ու այս աղմուկի տակ, այս ինչ որ սարքեցին սրանք այս քահանաների հետ, փորձում են սա իրականացնել։ Հիմա այս Խուդատյանը որ եկավ Հայաստան, ով տեսնի սրա ականջները քոքից չփոկի, ուրեմն ինքը հայ չի, որը ինքը ուրեմն համաձայնա ազգը, այսպես ամեն ինչով փաթեթավորի, տա վերջնականապես այն բայրակդարին, որ իր դրոններով մեր երեխեքին սպանել է։ Այսինքն նաև ոչ թե թողում է իր երեխեքին սպանի, նաև իր տան բալանիները, այսպես բանալիները, տալիս է Թուրքին, ասա աղբեջան Արիմ էներգետիկաներ քեզ, ուզես լույսս վառի, ուզես լույսս մարի, ուզես լույսս սախվես $1000, բայց քոննա, ինչ ուզում ես արա։ Հիմա հարց, Ռուսաստանեցի ո՞նց է հանդուրժում։ Ռուսաստանը ինչի ուղարկեց Սամվել Կարապետյանին ստեղ ձերբակալելու։ Ինչի։ Այն հայտարարությունը, որ ես կարդացի կմկմած, որ դա Հայաստանի ներքին գործն է Պեսկովի, ուզում է ասել լուրջ։ Դուք երբ եք սկսել Հայաստանում կատարվողը ասել Հայաստանի ներքին գործն է, Հայաստանի էլեկտրացանցերի սեփականացնել Հայաստանի ներքին գործն է, լուրջ։ Կարող եք մենք բանել սեփականացնել, գազնել, երկաթգիծներ, հա։ Թե դա սեփականացնել չէ, պետք է sense պետականացնել ու տակ Թուրքին։ Ամենավտանգավորը գիտեք որն է, որ հենց Սամվել Կարապետյանին է սիրուն փաթեթավորած վերին տվին Նիկոլին, որ էլ խանգարող չլինի էլեկտրացանցերը վաճառել Թուրքին։ Իրանք փողեր չունեն ներդնելու, իրանք չեն կարողանում տիրություն անել,
կամ ինչ որ մի բանի դիմաց Թուրքիայի հետ պայմանավորվել են, ինչ որ միտեղ մի բանի դիմաց։ Դա կարող է լինի Ուկրաինան, դա կարող է լինի, չգիտեմ, Սիրիան, Իրանը, ընդհանրապես ուրիշ բանի մոտ։ Ու դրա դիմաց Թուրքիան են տալի Հայաստանի էլեկտրոցանցերը։ Ումնա Սամվելին է Կարապետյան, Սամվելը ում պետքա դիմի, պետք է հատ ժամանակ Պուտինին, Այդպես բաները Պուտինը ժերպա տվե, մի ամբողջ Արցախ տվեց, Սամվել Կարապետյանն ի՞նչ է ոչ տա։ Փաստացի հիմա սա է ստացվում։ Այս անասուններն են վստահ որ ռուսը համաձայն է, սրանք ուրախ ծախում են։ Մի քանի միլիոններ այդտեղից կգա էլ իրանց։ Համեք ինչ ենք անելու, ժողովուրդ ջան։ Դա եմ տալիս անասուն է Խուդատյանը որ եկավ, ով տեսավ սա երկու ակաժներից չբռնի, 2-0-ով թափտավ ու ակաժները մնաց ձեռքի մեջ, ուրեմն ինքը համաձայն է ամեն ինչի։ Ուրիշ տարբերակ չկա, ժողովուրդ։ Ռուսաստան մեզ չի օգնելու, Թուրքիան բնականաբար մեզ չի օգնելու, մնացածի գլուխը խառնա ու իրանց հեչ պետքն էլ չի Հայաստանում էներգետիկան ումը կլինի, եթե Հայաստանի Հանրապետությունը տալիս է իր էներգետիկան բանին, Թուրքիային։ Ընդ որում սրա դիմաց, սրա հետ կապված Եվրոպական միությունն էլ բաներ է, անընդունելի համարել։ Շշմելու բան է, ես որ կարդացի էներգետիկայի ինչ որ Եվրոպանը այդ ձևակերպումն են ուղղացի։ Մի խոսքով Եվրոպական այդ կազմակերպությունը, որոնք զբաղվում են այս հարցերով, իրենք են դեմ արտահայտվել։ Ռուսը սրանց ձեռքով ծախում է Թուրքին, սրանք հանձնվում են Թուրքին, այնտեղ եվրոպացիք են։ Աջակցությունն են, գիտեք ժողով։ Այսինքն, եթե մենք մի քիչ ծպտանք, մի քիչ ձայն հանենք, կարող է մի բան ստացվի։ Ես սպասում եմ, բայց վաղը սրա գովքը ոնց է լինելու որպես ծրագիր։ Այն կրթվելը նորաձևեր է, հիշում եք, չէ՞ կրթվելու մասին սրանք ինչ-որ բան են անում ես, այս հրեշները։ Սրանք ճանապարհին կանգնեցինք սիմին դուտելու։ Այս կրթվողները, այս կրթվածները, այս անգրագետներն ասեք, հայերենում այդպես բառ չկա, սիմինտ, այդպես բառ չունենք հայերենում։ Այն ինչ որ դուք լափել եք, դա կոչվում է եգիպտացորեն։ Ասեք էլի։ Ու նաև ասեք բոլոր նրանց, ովքեր գնում են ասես լուրջ նստում են իրենց հետ որ կրտվեն։ Բոլորին, ովքեր լուրջ դեմքով նստած նայում են, որ իրենց ոնց են կրտելու, թող իրանք էլ իմանան, որ ովքեր իրենց կրտում էր, դրանք նույնիսկ եգիպտացորենի անունը չգիտեն։ Իրանք գնացել էին սիմին դուտելու, ասիկին իրանք գնացել են կրտելու, բայց եգիպտացորենի տեղը չգիտեն, անունը չգիտեն, հենց համը դա սիմինդ է։ Թող ասենք հասկանան, էլի, դե բարոյականություն չունեն, բայց դու գոնե ասենք կրթական մակարդակը հասկանան, իրենց ով էր կրտում այնտեղ։ Այսօր կարդացի, որ ֆրանսիական մի թերթ գրել էր այն մասին, որ քանի որ Ֆրանսիան երկար ժամանակ իր ուրանի թափոնները տեղափոխել է Ռուսաստան, ռուսական գերեզմաններ ուրանի եւ դրա համար փողավճարել, այս վերջի 2 տարին այդ ուրանի թափոնները տեղափոխում է Հայաստան, որի համար տարեկան 850 թե 870 հազար եվրո փողափոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Այս հայտարարությունը, այս նորությունը հերքեց Աննա Հակոբյանի հիմնադրամը։ Բայց հասկանում եք, չէ՞, երբ որ դա գրում է, այն ֆրանսերեն, ես տեսել եմ այդ բանը, այդ թերթը, հիշում եմ կարողանամ գտնեմ, չէ՞ ոնց որ դեջինջել եմ, չեմ կարող, այնքան նյութ կամ մոտս հավաքած։ Մի խոսքով, որ ընթացքում տեսնեմ իհարկե ցույց կտամ նորից, ինչ է։ Մի խոսքով, այդ բանը հերքել է Աննա Հակոբյանի հիմնադրամը, բայց բնականաբար իրենք ամեն ինչ են հերքում, չէ՞։ Եվ ասես իմացեք, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը փողեր ավերցնում ֆրանսիական կառավարությունից, որպեսզի Հայաստանում ուրանի օգտագործած ուրանի այդ թափոնը թաղի։ Այսինքն, եթե Ռուսաստանի տարածքը այնքան մեծ է, որ կարող է մի մասում ատոմային ռումբ ընկնի, ոչ մեկ տեղեկ չընկնի, եւ իրան կարա դա թույլ տա,
որովհետեւ ոչ մենակ իմիջիալոց Ֆրանսիայից էին իրանք ուղարկում այդ ատոմային թափոնը, նաեւ Գերմանիայից ամբողջ այդ ատոմակայանների արդեն չօգտագործող ուրանը գնում է որպես գերեզման Ռուսաստան, Տայգաների միակ նյութատես պայասներին են լցնում։ Հիմա այդ հարաբերությունները ոչ չկա, Ռուսաստան, Ֆրանսիան դա ուղարկում է Հայաստան, եւ սրանք ընդունում են 800 քանի 100,000 եվրոյի դիմաց տարեկան։ Ասեմ դիմացի։ Մեզ ոնց են ծախում ինչի դիմաց։ Սա Իսրայելում է։ Հիմա արա գնանք Իսրայել ու հետ գանք։ Սա Իսրայելում է, մարդիկ դուրս են եկել, պայքարում են Նետանյահուի ռեժիմի դեմ։ Քանի որ ես պարբերաբար անadorվում եմ այդ ռեժիմին, որը փաստացի հակահայ ռեժիմ է, ոչ թե ինքը հակամարտկային է միայն բանի նկատմամբ, պաղեստինցիների նկատմամբ, արդեն 600 օր է իրականացնում է բառացի ցեղասպանություն, ու ամենալկտի ձևով սա հաստատելով ասում են ճիշտ ենք անում, չեն ասում չկա այդպես բան, ասում են ճիշտ ենք անում։ Հա, բնականաբար այնտեղ մարդիկ կան, ես միշտ ասել եմ Իսրայելում կան մարդիկ։ Հա, կարող շատ են քիչ են, ես այդ թիվը չունեմ, այնտեղ մարդ ինչքան են, թե ինչքան են օքեյ ցեղասպանության հետ, ուսանց առաջի ցեղասպանությունը չի պետք է ասեմ։ Առաջի ցեղասպանությունը հрьяաները կազմակերպել են Հայաստանում։ Այսինքն իրականացնողները չէ, կազմակերպիչներն են, այդ իթիհադը ովքեր են դրանք։ Հрьяաները էին։ Մասոն ամենաբարձր աստիճանի մասոն հрьяաները, որոնք սուլթանի ժամանակ դրավեցին իշխանություն, սուլթանը սանց չհամաձայնվեց, մի քիչ հետ գնամ էլի, չհամաձայնվեց հող վաճառել Իսրայելի համար։ Մենք սիրուն հեղափոխությունը կազմակերպեցին, ստեղծեցին այդ կուսակցությունը, ինչպես կապան, ստեղծեցին, սկսեցին սուլթանին հայերի հետ, համոզեցին հայերին զինաթափվել, որտեղ իրանք բան էին, սոցիալիստներ էին, իմիջիալոց այդ իթիհադցիները շատ մտերիմ էին բոլշևիկների հետ, ու առաջին ինտերնացիոնալը Էնվերը բանը, ցավ եկել են այդ ինտերնացիոնալին։ Դրա համար էր Լենինը ասես կիսում հանգիստ իր եղբայրների հետ Հայաստանն էլի մեջ։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, այս ցեղասպանությունը որ եղավ, սա առաջինը չի։ Առաջինը չի ու ես ոնց ցույց որ Իսրայելում մարդիկ կան, որ պայքարում են դրա դեմ ու այս վիճակին են արժանանում։ Եվ այսպես Իրանը քեֆս բերում այն ջալուց ասեմ, ովքեր ուզում են ներվեն, ովքեր չէ, դա իրանց գործն է։ Իրան ինչպես սկզբունքային երկիր փակել է իր բոլոր ճանապարհները մագատեի առաջ։ Եվ վռնդում է երկրից, որ ոչ մի ձևով հաշվետու չի այլևս։ Ես ասում եմ, չէ, որոշում կայացնելու դուզ գետ ծրագրից թափանցիկության։ Ինքն ասում ախպեր, ես թափանցիկ էի, ես պատրաստ էի, ձեզ համոզում եմ, որ դուք խնդիր չունեք գալու ստուգելու։ Դուք ասիք չէ։ Մենք ես պետք է ռմբակոծենք։ Ռմբակոծեցիք, դե իման ռադեր եք ստերեց, կոպիտ ասած, մեղմ եմ ասում։ Ու փակեց գրողից օսնավարկել ամենին։ Ու ես ուզում եմ ձեզ ցույց տամ մանավանդ ես գիտեմ Իրանի ոչնչանալը երազող ինչքան մարդ կար։ Մատնեք սա։ Iran launches missiles towards Israel. First of all, they try to intercept them with American warships in the Persian Gulf. If these Խոսքով, այս նկարն ինչի մասին է։ Սա իրանական հրթիռներն են, որոնք թռնում են Իրանից, եւ ասում է առաջինը, որտեղ այդ հրթիռներին խփել են, դա այս ծովածոցն է, պարսկական ծովածոցն է, որտեղ ամերիկյան ռազմաներն են եւ խփում են առաջի հարվածը, հենց իրանք են փորձում բանը նեյտրալիզացնել։ missiles leave here, then they try to stop them with American military bases in Iraq. Even if they pass Հաջորդը ով ինչ խփում են, հաջորդը անցնում է Իրաքի տարածքում։ Իրաքի տարածքում էլ կա ամերիկյան ռազմավազաններ։ Անդերից էլ են խփում, ոչ չհասնի ոչ մի բան Իրանին։ Անդերից էլ մի մասը դեռ է խփվում, ծովածոցի վրա է խփվում, մի մասը Իրաքի վրա է խփվում։ As soon as they reach Jordanian airspace, Jordanian air defense systems and American F-35 jets there try to destroy them, and they are also Հորդանանի վրա F-35-ներն ու հակաօդային պաշտպանությունները էլի խփում են այն մնացած մասին, որը մնացել է, բայց դեռ գնում է։ targeted by American warships in the Red Sea. After avoiding all this, when they approach Israel,
British air bases and American warships in the Mediterranean Sea try to destroy them once again before they enter Israel. Եվ մինչև երբ որ Հորդանանել են անցնում, այս միջերկրական ծոցում բրիտանական եւ ամերիկյան ռազմավարներից էլի փորձում են խփել այս հրթիռներին, որոնք արդեն ինչ-որ մի մասը հասել է Despite all this, some missiles reach Israel. At least 3 to 4 types of defense systems with a range of 2 to 2,000 kilometers are waiting for them in Israel. After going through all these difficulties, some missiles also make their way to Israel. Ամեն դեպքում ինչ որ մի մասը այդքան խփվելուց բանից հետո հասնում է տեղ։ Որը ցույց տվեցին, որ ամենագլխավոր տեղերը ոնց են ոչնչացված, ռազմետկեն, իրանց չիպեր որտեղ սարքում են այդ գործարանները, օդանավակայաններ, բունկերներ եւ այլն։ 6 կարևորագույն տեղերին, որոնք եմա պատահական ոչ բան չի գնացել։ Ինչ որ պատահական շեղվել է, կապել է այդ բնակելի թաղամասերին։ If it misses the target, it is a great success for Iran. Friends, remember that all the missiles Iran is using are its own, while the latest technology of the entire Western world is being used to stop them. Հիմա ասում եմ, չմոռանաք նաև որ Իրանը օգտագործել է մենակ բացառապես իր տեխնոլոգիաները, այսքան հրթիռներ արձակելով։ Ամբողջ աշխարհը օգտագործել է գեր ժամանակակից տեխնոլոգիաները, որպեսզի կանգնացնի իրանական հրթիռները։ Չի կարողացել։ Փաստացի չի կարողացել։ Ու սա էր պատճառը, որ Իրանը Թրամփը փորձեց կանգնեցնել պատերազմը, որպեսզի փրկի Իսրայելին։ Բառացի փրկի Իսրայելին, որտեղ Թել Ավիվից ոչ մի բան չէր մնալ։ Iran is standing alone against Israel, while Israel has the support of not only the entire Western world but also Muslim countries. What kind of war is this where Iran is competing with the latest technology of the entire world despite its limited resources? Եվ ասում եմ, իր լիմիտ շատ դիմտավորված ռեսուրսներով ինքը կռվում է փաստորեն ամբողջ տեխնոլոգիական առաջադեմ աշխարհի դեմ եւ դրանց օգնում էին արաբական աշխարհի երկրները։ Մի պահ պատկերացրեք, եթե այս ալիքը շարունակվում է հակաիզրայելական, հակացեղասպանական եւ այս երկրները, մասնավորապես Բրիտանիան ու Ամերիկան, վերադառնում են իրենց զորքով Բրիտանիա եւ Ամերիկա, որովհետեւ երկու երկրներում է շատ մեծ է ճնշումը այդ կառավարությունների վրա, որ ասում են երկու կառավարություններն են, օժանդակում են իրան Իսրայելին ցեղասպանություն իրականացնելու համար։ Ու վաղ թե ուշ այս ալիքը ապալելու է այս միջոցառումը։ Իսրայելը չի լինելու երբեք, այն ինչ որ ինքը առաջ էր։ Չի կարող լինել, որովհետև այսօրվա ինֆորմացիոն դաշտում մանավանդ եթե հանկարծ Նյու Յորքի նման քաղաքում հաղթեց այս մահմեդական տեխնացուն, որ երիտասարդ 33 տարեկան տղա է, ինքը ես կարծում եմ ինքը կհաղթի։ Եթե հանկարծ դա եղավ, նշանակում է Նետանյահուի նման մեկը Նյու Յորքել չի կարողանում մտնել։ Նշանակում է Նյու Յորքում ամեն դեպքում, այս սիոնիստական այս գաղափարության տարածումը եւ այս կաշառքների բաժանումները, որոնք տարեկան ծախսում են մոտավորապես $500 միլիարդ բաների կոնգրեսականներ առնելու համար։ Նյու Յորքի տարածքում կարող է դրանք արդեն հետապնդվեն եւ այլն։ Պլյուս նույնիսկ եմ ասում, այսօրվա մեդիան արդեն չի գտնվում ուղիղ կոնտրոլի տակ, դուրս է եկել։ Հրեական կոնտրոլից դուրս է եկել եւ արդեն խոսում են ավելի բացահայտ, այն աստիճան բացահայտ, որ ուղիղ մեղադրում են 3 Քենեդիների սպանությունից սկսած մինչև այդ երկու Բաշենների ռմբակոծումը 2001 թվականին, այդ ամեն ինչի մեջ մեղադրում ուղիղ Իսրայելին, Մոսադին, որ նրանք են իրենց ձեռքով դա կատարվել։ Ու վստահ եղեք, քիչ-քիչ դա սա շատանալու է, որովհետև երկար ժամանակ կարողացել են իրանք տարբեր ձևերով խեղդել այս ինֆորմացիայի դուրս գալը։ Բայց մեկը Թրամփը չի հանգստանում եւ գոռում ամբողջ կողքով, որ ինքը կոտրել է Իրանի միջուկային ծրագիրը, բայց իր բոլոր մասնագետներն ասում են ոչ, որ դա չի եղել։ Դուք ոչ մի հաջողություն չեք ունեցել այնտեղ եւ Իրանի միջուկային ծրագիրը դուք չեք կարողացել կասեցնել եւ հիմա հարց է գնում։ Դուք գիտեիք, որ դուք չեք կարողացել անել, չեք կարողանալու անել, որտեղ ձեր բունկերային ռումբերի համար դա անհասանելի է լինելու։ Հարց այդքանի միլիարդ 3 օրվա մեջ որ ծախսեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, իմանալով հանդերձ, որ դա չի լինելու եւ դա ագրեսիա է, ինչի արեց։ Այս կարգի հարցերը բարձանում օրական
բարձրանում, ընդհանուր միջև էլի հիմա սկսել են հիշել, որ էլի ինքը այդ հայտնի Էփշտեյնի ցուցակում կա, մանկապիրց այդ պորնո միջոցառումների մասնակից եղել նաև Թրամփը, որը իր նույն ձևի մահվան դատավճիռ է քաղաքական իմաստով, ինչպես էս պատերազմը։ Շատ վատ ամպերակուտակում Թրամփի գլխի եւ ասեմ ընդհանուր հրեական լոբինգի գլխի, գործիքները շատ թուլանում են ու գնալով ավելի է թուլանալու։ Հիմա արագ գնանք Ռուսաստան, ուրեմն Ուկրաինան այսօր ավիրել ուղղակի ղրիմում ռուսական ավիաբազաներ, նայեք ուղղակի, ստեղ ասելիք չկա։ Это паутинан шарնակվում է։ Лететь куда угодно. Серия взрывов в оккупированном Крыму. Ночью беспилотники атаковали военный аэродром Кировская. Повреждены места базирования авиации, склады боеприпасов и вражеские беспилотники. Нас бы подняли уже патриоты. Туда ни людей, никого не подпускают. Потушить бесполезно. Аэродром. Это не городок, это аэродром. Короче, полностью. Все небо озарилось. Я в шоке. Горит абсолютно весь завод. Уже пошло неконтролируемое горение, ни одно пожар. Ամբողջ գործերը նավարվում, ամբողջ օդանավակայանն նավարվում, բոլոր սու 25-30 ովքեր ինչ եղել է այնտեղ բոլոր ավիրվել են ռազմական ուղղաթիռներ, մի խոսքով այդ պաուտինա շարունակվում է մեծ թափով։ Սա պետք է նկատի ունենալ այն կենտրոնները Հայաստանում, Չակերտավոր եմ ասում կենտրոնները, որոնք դեռ չեն հասկացել, որ Ռուսաստան այլևս գոյություն չունի, որ Ռուսաստանի հետ ոչ մի ձև հեռանկար չկա, ոչ միայն բարեկամական, ոչ միայն քաղաքական, այլև ռազմական, այսօր ասեմ, այսօրվանից Իրանը սկսել է ինքնաթիռներ ներմուծել ռազմական Չինաստանից, ինքը ռուսականն է օգտագործում, մոռացեք ընկերներ Ռուսաստանի մասին, եթե ուզում եք ինքնախապեյությամբ զբաղվեք, դա ձեր գործն է, մոռացեք, ընդեր էլ պետություն, էլ երկիր, էլ ռազմական հզորություն չկա, մենք պետք է փաշտել, իրանք էլ գիտեն չկա, դրա համար Հայաստանը վաճառում են ինչ-որ մի բաների դիմաց, գուցե ժամանակավոր որ ինչ-որ օգնության դիմաց թուրքերին, սա ինչ-որ կատարվում է Ղրիմում, Ուկրաինայում, ուղի անդրադառնում է մեր վրա, Ռուսաստանը վերանում է, ու որպեսզի մի բան կարողանա երկարացնել, ինչ-որ մի բան վերցել է թուրքերից, մեր էլեկտրոցանցերն ու ճանապարհներն է տալի թուրքերի այս տականքների ձեռքով։ Հիմա ես մի շատ կարևոր բան եմ ուզում դες ցույց տամ, ես ասել եմ, լավ բաները պահել եմ վերջում։ New book coming out, it's called Lobbying for Zionism Across the Atlantic, and I show how from 1900, both in America and in Britain, you target politicians wherever they are. At the beginning of their career, you commit them to Zionism and later to Israel. Սա հրեա պրոֆեսոր Իան Պապենա, ինքը պատմաբան է եւ պատմական պրոֆեսոր է, ինքը գիրք է գրել, հրատարակել, ինչպես 1900-ական թվականներից, երբ որ արդեն սկսեց այդ սիոնիստական գաղափարախոսությունը, ես սկսեցին նրանք փող հավաքել դրա համար, ոնց են սկսել այն ժամանակվանից արդեն հավաքագրել, փողեր տալ, սկսնա քաղաքական գործիչներին։ 100 արդեն 25 տարի այդ process-ը գնում է։ Բոլոր սկսնա քաղաքական մի քիչ աչքերն են կես, հանք սկսել են քիչ-քիչ հովանավորել, մեծ փողերով, փոքր փողերով, նայած ում արժեքը ինչքան է, մեկին 1000, մեկին 100,000, մեկին 1 միլիոն, նայած իրա քաղաքական կշռի անը։ Ու սրա արդյունքում եւ Բրիտանիայում եւ Ամերիկայի Նահանգների երկու կուսակցություններում իրանք ունեն անթիվ կոնգրեսականներ, քաղաքական գործիչներ, որոնք սնվում են այդ IPAC կոչվածի, որ այդ հիմնադրամն է, որը լոբինգ անում հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչի եմ սա շեշտում, որովհետև հայկական բոլոր հարցերի, կարևոր հարցերի տորպեդոհարումը եղել է հենց այդ կազմակերպության կողմից։ Այսինքն սրանք հարցը ինչ չի, որ իրանք այս ամբողջ կոնգրեսականներն աշխատում են Իսրայելի համար, հարցն է նա, որ այդ կոնգրեսականները պետք եղած ժամանակ աշխատում են նաև հայկական պրոյեկտներին դեմ։ Մեր ցանկացած լսում, որ այնտեղ չի կարողանում անցնի մտնի սենատ, եթե դեռ բան կա, ուրեմն իմացեք դրա դեմը առել են հենց հրեական լոբին։ Հրեական լոբին ունի, ասում եմ, սս դաշնամուրի կլավիատուրայի չափ,
սենատորներ, որոնց իրենք վճարումը ու դա գիտեք որ նա հետաքրքիր, որ գաղտնիք չի, որ բացա ըստ օրենքի իրավունք չունի, բայց ըստ օրենքի իրավունք չունի, բայց Ամերիկայի ամբողջ տարածքում ոչ մեկ վախենում է նույնիսկ խոսա ասյալա, դուք իրավունք չունեք էսի անելու, որովհետև սենատորները հացից կզրկվեն, ամեկը 1 միլիոն, կես միլիոն, 5 միլիոն, 10 միլիոն, նայած ասում իր քաղաքական քաշի, փող են ստանում, բացահայտ։ Սա ինչով է կարևոր, որտեղ այդ լոբին աշխատում է հայերիս դեմ։ Ես շատ եմ լսել, որ այն հարցերը, որ պետք է մտնել սենատ քննարկման, շատ ժամանակ ամենամեծ հակազդեցությունը ստանում է հենց այդ լոբին, որովհետև թուրքերը միանգամից դիմում են այդ լոբին Իսրայելի ձեռով, այն էլ կասասում։ Ես այսօր մի հատ բան էլ լսեցի, ուզում անպայման դուք ես չէի սպասում սա էլ ասեմ ուսանու վերջացնենք երևի։ How would you respond to the charge that anti-Zionism is the new anti-Semitism? Actually, the locus classicus, the best formulation of this was by an ambassador to the United Nations, Abba Eban, Israel's ambassador to the United Nations, in an article that he wrote about 45 years ago, which I urge you to read, which appeared in an American Jewish journal, Congress Weekly, a major journal of the more liberal wing of the American Jewish community. He wrote an interesting article in which he was then UN ambassador from the State of Israel. He advised the American Jewish community that they had 2 tasks to perform. One task was to show that criticism of the policy, what he called anti-Zionism, that means actually criticisms of the policy of the State of Israel were anti-Semitism. That's the first task. Second task, if the criticism was made by Jews, their task was to show that it's neurotic self-hatred, needs psychiatric treatment. Ինչ ասում Noam Chomsky, ով է Noam Chomsky, հրե, ինքը հայտնի NLP տեխնոլոգիայի Neuro-Linguistic Programming այդ տեխնոլոգիայի հայրերից է, ովքեր ասած։ Շատ հայտնի դեմ, ինքը հայտնի է որպես այն կախարդ, բան որ ասում են մասաներին կառավարում են NLP-ով, բանով, ինքս ասում է տեղինակություն ունի։ Ու հարցը հետևյալն էր իրեն, ինչ կասեք, որ սկսել են հակա սիոնիզմը ներկայացնել որպես հակասեմիտիզմ։ Ինքը ֆենոմենալ պատասխան տվեց։ Այսպես դեռ 45 տարի առաջ Իսրայելի դեսպաններից մեկը բան է գրել, հոդված է գրել, եւ դա որպես ձեռնարկ տվել է բոլոր հրեաներին, որ դուք 2 բան ունեք անելու, կարևոր։ Նրանք, ովքեր երբևէ կքննադատեն Իսրայել պետությանը, իրաց պետք է որակավորել միանգամից որպես անտիսեմիտ։ Այսինքն, մինչև հիմա, երբ որ մեկը քննադատում է ցեղասպանությունը, ասում են դու անտիսեմիտ ես։ Եվ ասում են նրանք, ովքեր հրեա կլինեն քննադատողները, նրանց կմեղադրեք շիզոֆրենիայի շեղվածության մեջ, որոնք անձնական ատելություն ունեն սեփական ազգի նկատմամբ, այսինքն դա հիվանդության մեկ է, պսիխոզ բանը, շեղվածությունը։ Ու այսպես իրանք պրոգրաման տվել են, 2 բան եք պատասխանելու, եթե հրեա ինքը իրան ասում է դուք բադ բան եք անում, դա ասում եք ինքը գիժա։ Իր մոտ հոգեկան խանգարում կա, դա սեփական ազգը ատելու ձևերից մեկն է։ Իսկ եթե հրեա չի ասող, ասում եք դու անտիսեմիտ ես։ Ու սա հնչում է որպես լուրջ մեղադրանք, միջև հիմա այս տեխնոլոգիաներն աշխատում, միջև հիմա անում են։ Ես այն օրեք էլի sense խոսակցության ժամանակ եկի հետ, որ զրուցում էինք անտիսեմիտիզմի մեջ մասին, որ խոսք գնացի լսեի, ես չեմ հասկանում այդ արտահայտությունը, որովհետև ինչ է նշանակում անտիսեմիտ։ Եթե դու բանը արաբների կողմից ես խոսում, դու ո՞նց կարող ես լինել անտիսեմիտ։ Ես ասում եմ անտիսեմիտ, ասում եմ դե որ հակահայրեա ես, ասում ոչ, հայ ախպեր, ոչ։ Եվ չալարեցի, խնդրեմ, ասում եմ Google անեմ։ Որոնք են սեմիտական ազգերը։ Դե բերեց, հայերենով էլ նույնիսկ բերեց։ Ուրեմն ժամանակակից սեմիտական ժողովուրդներն են, հրեաները, արաբները,
մալթացիները, ասորիները, հարավային սեմիտների հին հարավային ենթախմբի ժամանակակից ժառանգները հարավային Արաբիայում են, հա, դրանք արդեն գալիս են Տիգրիսի ափին Եթովպիայում են ապրում եւ այլն եւ այլն։ Առնվազն գոնե ասորիները, արաբները, մալթացիները եւ հրեաները այդ 4-ը մեծ այսօր խմբավորներ նույն սեմիտներն են։ Սա որպես բան իմացեք, որ վաղը կարող է դուք սկսեք այդպես բաների խոսալ, մեղադրեք այս ցեղասպանությունը, ինչու կատարվում է մեր արաբների նկատմամբ, ձեր ասեն անտիսեմիտ, դուք նա ուղղակի ասեք այդ տագետ, դուք գոհ գիտես ինչ է նշանակում սեմիտ։ Հա։ Ու սանով գիտեք ինչ են արել։ Օգտվելով անգրագետ մասսայի իմացություններից այս հասարակ բաների, իրանք այս ազգերին զրկել են սեմիտ լինելու իրավունքից։ Ասենք եթե ասում է սեմիտ, ուրեմն դա անպայման հրեան է։ Ասորին չի, արաբը չի, մալթացին չի, դա հրեան է։ Այսինքն իրենք էդ էլ են վերցել իրանց անել։ Եվ սրա մասին խոսում է Նաում Չոմսկին, այսօր ես զարմացել ասում, Նաումն է այս մասին խոսում ու ինքը սա նկարագրում է որպես ոնց ասեմ ծրագիր, ծրագրավորել են մարդկանց, տեսեք, ծրագրավորել են մարդկանց NLP-ն ինչ է, հենց Neuro Linguist Programming-ը ծրագրավորել են, որ հենց այդ լսեցի ես պետք է ասես, ու միջև հիմա նույնն են ասում, նույնը, հենց մի կոնգրեսականին ասում են, դու աշխատավար ստանում ես հրեական ֆոնդից, ասում են դու ինչ անտիսեմիտ ես, ու այս լրագրողները ապուշանում են, չեն իմանում ինչ ասեն, ասում են չէ դա կապ չունի, դու ասատեն աշխատավար ստանում ես, ընդերս թե չէ։ Այ եթե իմանան այս տարական բաները, կասեն, ինքը իսկ դու ռասիստ ես, դու ո՞ս կարող ես ասորին զրկել սեմիտ լինելու իրավունքից։ Ես արաբների կողմից եմ, արաբը սեմիտ է։ Հիմա դու ռասիստ ես, պարզվեց ես անտիսեմիտ չեմ, որտեղ արաբը սեմիտ է, բայց դու ռասիստ ես։ Մի խոսքով, այսպիսի բաներ, իսկ վերջում այս անպայման ուզում եմ սա մասին մի քիչ խոսենք, այս այդ շերտ կներեք, ուսան տեսել ենք արդեն։ Սես բաներ կա էլի։ Քաղաքական հետապնդում համարում եք։ Հիշեցնեք ով է Սամվել Կարապետյանը։ Բարերած Ռուսաստանաբնակ։ Ռուսաստանում եք իրան։ Հիմա այստեղ Հայաստանում այս իշխանությունից ներկայացնում։ Ես այս իշխանության կողմնակիցն եմ, գիտում եմ որ արդար են եւ եթե բռնել են ճիշտ են արել։ Սա էլ կա եւ մենք պետքա այստեղ մի քիչ խոսենք, որովհետեւ ես վստահ եմ, որ հիմա հայոյանքներից նշ բանա գնալու հարցը հայոյանքը չի։ Սես մարդ եթե տեսնում եք, այս համակրելի երիտասարդ կին, ինքը ասում է ես սրանց վստահում եմ, եթե իրանք են արել ճիշտ են արել։ Այսինքն այս մարդուն ոչ թե պետքա հայոյել, ուղղակի պետքա ճանաչել այս կարգի մարդկանց ինչով։ Հարցը թե կարծիքների տարբերություն չի։ Ասում եմ ես ճանաչում եմ, վստահում եմ, որ ճիշտ են արել։ Նշանակում է այս կարգի մարդկանց համար, եւ դուք sense կտեսնեք երևի ձեր շրջապատում ինքը միակ չի, բնականաբար ես դրա համար ընդհանուր եմ ուզում խոսել։ Այս կարգի մարդկանց համար ուրեմն նշանակում է վստահում են ինչ իրան ճիշտ են արել, ասկան իրան ճիշտ են արել, որ այդքան մարդ են սպանել։ Ճիշտ են արել, որ Հայաստանը Արցախը դատարկել են։ Ճիշտ են արել, որ Հայաստանի տարածքներից մարդկանց իրենց տներից ծեծելով հանում են ու տալիս են թուրքերին։ Ճիշտ են արել, որ օրենք եւ սահմանադրություն չեն թողել, ոնց ուզում են, երբ ուզում են խախտում են։ Ճիշտ են արել, որ ինքը շնչելու օդ չունի իր բակում, որովհետեւ ծառերն են կտրել եւ որտեղ ասես շենք են սարքում։ Ճիշտ են արել ուրեմն։ Ճիշտ են արել, որ այսօր ինքը չգիտի այդ ծորակից ջուրը կարա խմի, թե թունավորը արդեն, որ իր ասենք շենքի այդ բանա պատը հլվի վրան ինքը տակը կմնա թե չի մնա։ Էդ էլ են ճիշտ արել, ասենք որ Արթուր Չախոյանը ամենը ցույց է տալի։ Սա չի հասկանում, դա հետևանքներ է ունենալու անպայման, հա։ Ճիշտ են արել, որ ասենք որ Անձևը գալիս է Երևանը դառնում է Վենետիկ։ Մի խոսքով ճիշտ են արել, որ հայ ոստիկանի շորերը հակած մարդը թքած ունեն օրենքի վրա, ինքը կարող ամենամեծ սրբությունների վրա գնա։ Տրորի այն ինչ որ թուրքերի երազանքն է, հասկանում եք, եթե մի մարդու համար է ամեն ինչը ճիշտ է, իրան պետք չի հայոյել։ Իրենից պետք է հեռու մնալ։ Հերո։ Ոնց կարող է դուք կարողանաք հանգիստ թողել մեկին մեկ միջավայր, որը հանգիստ կարողանայի օրինակ ձեզ ոնց են սպանում։
Վստահաբար ինքը վստահում է, որովհետև իր երեխուն չեն տարեբանակ սպանել։ Ինքը վստահում է, որովհետև Արցախում չէր ապրում, որ հայրենիքը կորցներ։ Ինքը վստահում է, որովհետև Տավուշում, ասենք, չգիտեմ, Սոտքում, Գորիսում չէր ապրում, որ տունը կորցներ թուրքը գալ կաներ ասենց դեմը։ Իրան չեն ասել ծարտանգի դեմը, որ քեզ ապահով զգաս։ Ինքը մեկն է, որ ամեն ինչը չի հասել դեռ իր կաշվին։ Ինքը վստահում է։ Այս մարդկանց պետք չի հայոյել։ Պետք է նրանցից հեռու մնալ, որպես ուղակի սարսափելի sense վարակից հեռու։ Այն անեկդոտի նման, որ մեկը բժիշկի մոտ մտնում ասում բժիշկ ինչ անեմ, ասում ինչ ա, ասում գրիպ եմ, ասում ինձանից հեռու մնա։ Այսպես պետք է ուղղակի հեռու բայ։ Որովհետև ես պատասխանում եմ, մի հոգի չի, երկու հոգի չի, մի քանի տոկոս առնվազն կան, 1, 2, 3, նույնիսկ 5 կարող է։ Ու դա մեծ թիվ է։ Իրանց դու ոչի բան չես կարող անես։ Իրանք իրանց բիոլոգիական գոյության իրավունք ունեն, նույնիսկ իրավունք ունեն կարծիք ունենան այդ բիոլոգիական այդ տվյալներով, հա։ Պետք է ուղղակի իրանցից հեռու մնալ, որովհետև հասկանում ես, չէ՞, այսինքն իր համար նորմալ է այս լեքսիկոնը, որ այդ վիժվածքը խոսում է։ Իր համար նորմալ է այս առօրյան ու այս օրակարգը, որ այս վիժվածքը մտցնում է քաղաքային եւ հանրապետությանով։ Այսինքն ամեն ինչը նորմալ է։ Եթե սա այս կարգի մեկի համար նորմալ է, հայոյել իմաստ չունի, հեռու մնա։ Իսկ հաղորդում ես ուզում եմ ավարտեմ Գևորի խոսքով։ Խնդրեմ, ծանոթացեք Գևորի։ Հուսով եմ խաղացի կեսքից ոչ մեկը չի վատանա, չի լարնի հանկարծ, որովհետև ես բոլորի ցանկանում եմ շատ երկար տարիների կյանք, այդպես նախաճը կպարեմ, որովհետև քվում էր ամենը։ Խոսքս վերաբերվում է կպային Նիկոլին ու այսօրվա իշխանությանը։ Եթե չգիտեք տեղակ տայում, ձեզ բոլորը քրվում են, ոզի տղա տենց լավ, մամա, ինչ ասես ասում են։ Ես այդ ամեն ինչի հետ խորապես համաձայն չեմ ճիշտ ասած, որովհետև իմ կարծիքով ձեր համար դեռ քֆուր օրինաց չի։ Ձեր համար դեռ անեծք չկա, ոչ աստվածաշնչում, ոչ Ղուրանում, ոչ մի ուրիշ տեղ ձեր համար քֆուր ու անեծք դեռ օրինաց չի։ Ձեր նման ֆրուկտ պատմությունը ոնց խրել չի լսել։ Ձեզ համեմատ վասակները, բոլոր վասակները սրբադասվելու են մոտավորապես 10 տարուց։ Մոտավորապես 100 տարի առաջ ինտերնետի ինֆորմացիայի բացակայության դարում, երբ որ վրիժառուները անգամ չգիտեին, թե ումից պետք է վրեժ լուծեն, դեմքով, օրինակ Թալաթին շատերը վստահ եմ չգիտեին դեմքով։ Ամեն դեպքում Գերմանիայում գտան սատկացրին։ Դուք ո՞նց եք կարծում, ձեր պատճառած վնասներից հետո չեն գտնելի վրիժառուներ, որ անպայման ձեզ կգտնեն ու կսատկացնեն։ Ասում եմ Թալաթին գտան Գերմանիայում, երբ որ դեմքով անգամ չեն մնացել, դուք ինչ խերս եք, որ ձեզ չգտնեն։ Ոնց եք մտածում, ինձ միշտ հանգիստ Հայաստանում կարողանալու եք ապրել ձեր իշխանությունը հավերժալինելու, եթե ձեզ տենց են ասել, խաբել են հավերժ, ոչ մի բան չի։ Անպայման դուք իշխանությունից եւ ոստիկանական պաշտպանությունից նորից զրկվելու եք ու կգիտեք, չէ, ինչեր եք արել, ինչքան մարդ է երեխա կորցրել, ախպեր, հեր, տուն, այրենիք։ Ուղղակի ասում եմ, որ եթե չգիտեք, եթե գլխի չենք եկե, ասում եմ, որ իմանաք, բոռի է լինելու, անպայման գտնվելու են մարդիկ, ովքեր ձեզանից վրեժ են լուծելու, ձեզ սատկացնելու են տառականի նման, բայց հուսով եմ շուտ չէ, հուսով եմ դուք երկար կապրեք, որպեսզի մինչև վերջ պատասխան տաք, մինչև վերջ տանջվեք, չարչարվեք ու վայելեք ձեր արածի հետևանքները։ Դա իմ ուղղակի սրտի ցանկությունն է, ես ոչ մեկին չեմ սպառնում, անձամբ ոչ մեկին չեմ պատրաստվում սպանեմ, ոչ էլ ինչ-որ մեկին կոչ եմ անում ինչ-որ մեկին սպանել։ Ուղղակի դա իմ ներքին համոզմունքն է, որ այդպես է լինելու, որովհետև տիեզերքում կա արդարություն, կա աստվածային արդարություն անպայման կա, ու միշտ չարը պատժվում է, ժամանակի հարց է, բայց չարը միշտ պատժվում է։ Նստապահությունից Գևորգի հետ պայմանավորվել է տեքստի շուրջ, որ ինքը պետք է կարդա։ Չէ, Գևորգի հետ ճանաչում եմ Գևորգին, ճանաչում Գևորգի հորներ, իսկական իր հոզավակն է։ Իսկ մեկ գրում եմ, որ ես խոսում եմ, ոնց որ իրենք խոսեն։ Դա նայած չի, ընկերներ ջան, որ մենք պայմանավորված ենք։ Ուղղակի եթե դու որոշում ես ազնիվ լինես քո հետ,
ճշմարտության նայես ուղղակի ստապ աչքերով ու առանց կեղծիքի, նենց է դուրս գալիս, որ նույն ենք ասում, նույն ենք մտածում, եւ ուրիշ ձև հնարավոր չի։ Եթե մենք չենք փորձում կեղծել, խաբել, տեղավորվել, հարմարվել, ոնց ասենք նույնը, որտեղ ճշմարտությունը ինքը ունիվերսալ է։ Դա ոնց որ Գևորգի հետ մենք տեքստը միասին գրացնենք։ Իժդեռ մենք այդ մասին նույնիսկ իրար չենք խոսացել։ Ինչ է այս ամեն ինչը նման, որովհետև ճշմարտությունը ունիվերսալ է։ Բոլոր ճանապարհները տանում են դեպի նույն տեղը։ Գնահատականները նույնն են, եզրակացությունները նույնն են, ցանկությունները նույնն են, ու այս պատկերացումն էլ նույնն է, որ այս տիեզերական օրենքների մեջ ոչ մեկ չի կարող փախնել ու անպայման։ Հիշում եք ինչ է ասում ձեզ։ Դուք պիտի երազեք, որ մենք ձեզ հասցնենք ապահով։ Դա կարա։ Հակառակ դեպքում ճիշտ ասում, թայլատի դեմքը չեն իմացել դեմքով չեն